Ողջույն, լայնուշկետեմ կայքի արգաժան այցելուններ։ Թեման անչափ կարևոր է եւ դրա համար ես ներողություն եմ խնդրում մեր հեռուստադիտողից, բայց այդ թեմայի հետ կապված մենք այսօր անպայման պետք է մեր խոսքը ասենք, չնայած այն հանգամանքին, որ երեք ես մանրամասը անդրադարձել եմ այդ խնդրին եւ կոնկրետ անդրադարձել եմ հմեկով Պետրոս Ղազարյանի հյուր Հարություն Մկրտչյանի գաղափարներին։ Անկեղծ ասած, երեկվա դրությամբ ես Հարություն Մկրտչյան մարդ չեմ ճանաչել։ Ես թող ներվի, կարող ինքը տիտան է հանճարել, բայց երեք հաղորդումից հետո որոշեցի մի հատ ուղղակի ուսումնասիրել, թե ով է այդ Հարություն Մկրտչյանը, դերից ոնց են ասում, պոիսկ, որոնում տվեցի, պարզվեց, որ ինչ-որ Հարություն Մկրտչյան կա, որը Օրքրի բնակարանի հետ կապված դատապարտություն ունի, բայց հետո ճշտեցի, որ չէ դա այդ Հարությունը չի, որ սա ուրիշ մի Հարություն է, մտա իր այդ Facebook-յան էջ պարզվեց, որ աղագին մեծ լսարան ունի, մի 60,000-ի չափ, այսինքն մարդ, որին նայում են, դիտում են, հետո որոշեցի, որ էջը մի հատ ուղղակի նայեմ եւ իրեք ահուսարսուր անցավ միջովս բացեք ցանկացած թուրքի, հայատյաց թուրքի, հայատյաց ադրբեջանցու, հայամուրդ ադրբեջանցու, հայասպան ադրբեջանցու, ցեղասպանության մասնակից Թայլատ Էնվեր Ջամալի կյանքը ուսումնասիրեք, այդ կարգի հայատյացություն ոնց որ կար էս տղայի էջում, ավելի ճիշտ արցախատյացություն, ընդհանրապես հայատյացություն։ Եթե դու նիկոլական չես, ուրեմն մարդ չես այդ տարբերակով։ Կավլիցի դա իմ տեսակետն է, որևէ մեկի անմեղության կանխավարկածը չխախտենք, բայց ասեմ էջը նայելուց ու զարմանում էի, որ արձագանքներ կան, որ դրական արձագանքներ, լոյալ արձագանքներ, հասկանում եք, ես ասում եմ, ես շատ ավելի մեծ բանով կարելի էր Թայլատի, Էնվերի, Ջամալի կեսագրությունները նայել ու տենց զզվանք չապրել, դրանց խոսքերը լսել ու տենց զզվանք չապրել, իսկ սրա խոսքերը լսելուց հետո այդ զզվանքը ապրում ես, սրա էջը նայել, դրա բար ասում Եմ որ մենք մեր պարոն Նահապետյանը կոլոբորանտ իշխանությունների մասին է խոսում, այբար սրանք կոլոբորանտ են, ոնց ասեմ։ Սրանք вообще խայտարակ, անհայտ ցեղի, մարդկությանը անհայտ ցեղի ներկայացուցիչներ, որոնք Հայաստանում զավթել են իշխանությունը եւ զբաղված են հաջորդի սպանդով։ Պատկերացրու եք ախր ոնց կարելի է, նայում ես ու զարմանում եւ Պատահական չի, որ հայտնվում են Խաչատուր Սուքյասյաններ, մի հատ այն կնիկը կա, որ էլի հայտնվել է ինչ-որ տեղ, այդ կարգի մարդիկ, որոնք արցախցիների նկատմամբ թույն ու թարախ են թափում։ Հավատացեք, երբ որ 1915 թվականին հայերին սպանում էին, թուրքերի մեջ գուցե այն ատելությունը չկար այդ արևմտյան Հայաստանում ապրող հայերի նկատմամբ, ոնց որ կա այս մարդկանց մեջ արցախահայության նկատմամբ, արցախցու նկատմամբ, վստահ եմ հայի նկատմամբ։ Եվ ուրեմն ճիշտ է, ինչ որ երբեմն իրենց խոսքերը փորձում են համեմել ինչ որ իբրև թե մտահոգությամբ, իբրև թե դե իրանք էլ են ուզում որ լավ լինի, բայց այդ լավ լինելու համար գիտեք ու նայեցի էջերը ես հետաքրքիր է որ Երբ որ աշխատում է Արցախում, ու ներկայացնում գրասենյակ ունի, եւ երբ որ Արցախի դեմ, դեռ 20 թվականի չի, բայց նոր սկսել են Արցախի դեմ այդ գունավոր մազերով աղջիկները, գոմիկ տղաները, մոնոսեքսուալ տղաները, ոնց ենք ասում, պարոն Նահապետյան, Հարդամոլ եւ իքամոլ եւ ծիծամոլ, այդ խայտարակ ծծամոլները, երբ որ սկսել էին ուրեմն Արցախի ներկայացությունը շրջափակել, ես նայեցի այսօրվա երեկվա կադրերը, որ այս տղան իր էջում դրել է Հարություն Մկրտչյանը, ինչ որ մի արցախցի, արցախցիներ, թալանչիներ, որոնք հյուրանոց ունեն, ավտոմեքենաները ծախեն, պարզ երևում է, որ
ուրեմն այս իշխանությունների կազմակերպածն է, որ ուղարկել են ընդեղ, որպեսզի մարդիկ այդ կարգի ելույթներ ունենան, արցախցիների նկատմամբ ատելություն, թշնաման կառաջացնելու համար։ Հիմա քանի որ երեկվա տեսանյութը հատկապես այդ Արցախին վերաբերող նորից պիտի դիտենք, հիմա ինչ անենք, մի հատ պարոն Ղազարյան, պարոն Նահապետյան, նա թողարկես երևույթի մասին ասենք նոր, թե դնենք տեսանյութը նայենք, թե դա ինչ ազդեցություն ունի։ Տեսանյութով ավելի պատկերավոր կլինի։ Ուրեմն տեսանյութի են առաջի Գյումրու ընտրությունները, որտեղ ըստ էության ինքը Ռուստեինի վրա է հարձակում, ասում է, որ Դաժե Պետրոսը զարմանում է, ասում որ ասենք Եվրոմիություն, մեկ էլ ասենք Բելարուս-Ռուսաստան միությանը, ինչ տարբերություն է, մարդիկ արդեն օրենսդրական նախաձեռնության դուք այդտեղ չեք բորբոքվել, իսկ Ռուսաստան-Բելարուս, որ Գյումրիի նոր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հայտարարել է այդպես ագրեսիվ է, ասում է դե Եվրոմիությունը, ասում է դա տնտեսական կառույց է, իսկ Բելարուս-Ռուսաստան դա այն ոչխարին երեք բացատրեցի, որ առաջի կոմպոնենտը, 3 կոմպոնենտով է բան արած Եվրոմիություն, Եվրոպական միությունը, դա առաջինը քաղաքականն է, երկրորդը տնտեսականը, նենց որ ասել, որ դե քաղաքական կոմպոնենտ չկա, Որտե չկա։ իբր թե Եվրոմիությունը դա քաղաքական կոմպոնենտ է, քաղաքական կազմակերպությունը պարլամենտ ունի, կառավարություն ունի, բայց մարդը քաղաքագետ է իրան հռչակում, այս ոչխարը։ Հասկա ամբողջ ողբերգությունը մեր, որ մարդիկ դրանց կենսագրությունը չեն նայում, կամ դրանք, դե գյուղացի մարդը չի նայում։ Անվտանգային սեփական համակարգ են ուզում ունենան, զինվորներ ստեղծեն, ասենք, այսինքն ռազմաքաղաքական կազմակերպությանն է վերածվում ինքը հիմա հակվածությունը դրա։ Լսի ռուսները 17 թվին 1900 լավ ձևակերպում տվեցին, իսկ գնյազ եւ կնյազը։ Հա։ Հիմա սրանք այդ կեղտի մեջից դարձել են իշխանություն։ Եվ բնականաբար նույն տգիտության կրողն են, չէ՞, ինչ կապ ունի, որ աթոռն ես նստում։ Խելքը դրանից ոչ չի ավելանում։ Ճիշտ է։ Հիմա մենք ուրեմն կդիտենք այդ դրա ելույթի Պետրոսի մոտ, ինչի Պետրոսի մոտ եմ ասում։ Իրեք Պետրոսը իր հաղորդումները վարում էին փողերի, պարոն Նահապետյանի, պարոն Ղազարյանի փողերի հաշվի։ Դա հանրային հեռուստատեսություն։ Ուղղակի ես մի քիչ առանձնահատկություն եմ, Ես միանում եմ ձեր առանձնահատկությանը։ ինքից նաև Աբրանք համատակարարում էլի։ Ղազարյան versus Ղազարյան նախագծի համար նաև մեր բանն է, չէ՞։ Մատակ զբիտի պետն է։ Չէ, բայց եթե դա Ռուսնական համագործակցության Պարոն Ղազարյան, եթե դա ցուցադրեին հանրայինով, ես ձեր հետ լրիվ համաձայն կլինեի, բայց դուք մասնավոր եք։ Այո, չնայած մենք հանրայինին բան խոսել եմ ես անտիֆեյքի ընկերների հետ, պատրաստ ենք առևտրային համագործակցության, այսինքն եթե իրանք անտիֆեյքից առնեն այդ Ղազարյան versus Ղազարյանը, կարան իրանք հմեկով է ցույց տան։ Բայց չեն արտադրել, որ իրանք դա չեն անի։ Եվ դրա համար է, որ ես ձեզ ասում եմ, որ ըստ էության իրանք ձեզ կրկնակի հարկում են։ Նախքան կներեք, այս շեշտ ուսեմ տարի դուք ստիված եք արձագանքել։ Դժվար աշխատել։ Երկրորդ անգամ էլ նորից ձեր ժամանակը, ձեր միջոցները տրամադրում եք, որ այդ էշությունները բացատրեք։ Այո։ Բա, այսինքն ձեզ հենատող մի անգամից ձեզ կանչեին ուրեմն հանրային հեռուստաընկերություն, որտեղ դուք իրավունք ունեք, որտեղ դա այդ ձեր հեռուստաընկերությունն է։ Այո։ Եվ այնտեղ դուք այդ ձեր հաղորդումը ներկայացնեիք կամ եւ այլ, կամ ձեզ այդ հարցերը տայի։ Հենց որ հիմա խնդրենք Հայկին, որպեսզի այդ կնոջ, այսպես կոչված, կնոջ, այդ Հարություն Մկրտչյանի ելույթը, այսինքն ավել չէ, այդ հատվածը, մենք Գյումրիի հատվածը բաց ենք թողնում, չնայած այնտեղ էլ ասում եմ, շատ կարևոր բաներ կա։ Ուզում եմ այդ հիմարին ցույց տալ, որ Բելարուս-Ռուսաստան միութենական պայմանագրին միանալու դեպքում դու շատ ավելի քիչ քաղաքական պարտավորություն ես ունենում, շատ ավելի քիչ այլ պարտավորություն, իսկ տնտեսական շահ ու անվտանգային շահ ստանում ես միլիարդ անգամ ավելի շատ։ Եվրոմիությունը քեզ ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս։ Ինքը տենց քննիր է անվտանգային։ Չէ, բայց մի բան խոստացել են, ուղղակի չստացվա։ Վերանը 10 միլիոն դոլարից մի հատ վրան էին խոստացել, որ պետք է տան, որ հայերը սաղ տեղավորվում։ Էն էլ բանը հունգարյան արկելա փակելա, ասելա չի լինի։ Ուրեմն մի հատ 10 միլիոնի օգնությունը պետք է Ադրբեջանի տակ, Ադրբեջանը ասում է օգնություն չեմ ուզում։
Այդ մի վրանն են խոստացել։ Նիկոլ Փաշինյանը 24 թվականին որ ապրիլին գնաց պետքարտուղարը Միացյալ Նահանգներից եկավ Եվրամիության հետ հուշագիր ստորագրեցին, հայտարարություններ արին, ամերիկացիներն ասում մենք ձեզ $76 միլիոն փող կտանք USAID-ով Թրամփ եկավ առաջի ամսամեջին դից վարի տվեց, եվրոպացիներն ասին նա վրան կտան, վրան $10 միլիոն, իտո էդ չէ լավ։ Իսկ ինչ է, Ամերիկայի հետ մի հատ մեծ կենսերանավային բան է։ Ռազմավարական համագործակցությունը։ Չէ՞, Բան 10% սանկցիա կիրառեց ամերը Հայաստանից ներմուծող ապրանքների վրա դրանից հետո։ Բա Փաշինյանի կառավարությունը շահել է, հո 125% չի կիրառել, 10% է։ Փաշինյանը առանց չկան դրա համար, Չինաստանը առանց կան դրա համար բացած Հայաստանը մեկա էվուկանդել սննդա մտել կրաճեն առնտանը Կալիֆոռնիա խառնից ծախման հետ։ Չէ, հետո իրանցի դեղերը ուղարկում են ստե իրացման, ինչի մեծ սահման են։ Ինձ հանեն որ այդ հին դեղերը որ իրանց մոտ կիլոգրամը բանանելու համար $125 իրանց վրա փող են նստում, իսկ Հայաստանին ձրի տալիս են, այսինքն իրանք ընդ բավականին մեծ շահեր են ստանում։ Մի խոսքով, դա թողնեն կամ իրանց բիոլաբորատորիաները Հայաստանում աշխատացնում են, հայ ժողովուրդը հիվանդանում է շատերը, հիմա հիվանդանում են, չեն էլ հասկանում ինչ հիվանդություն է, բժիշկներն են առաջի անգամ կյանքում մարդիկ սկսել են հիվանդանալ։ Հենց որ այդ կադրերը հələ դրեք այդ, այսինքն մենք Պերոսին շատ ենք սիրում։ Չէ, մենք դուք անես խոսա։ Հա։ Ինչ սիրելու բան է, դրա ինչ Սիրել սիրես։ շակերտների մեջ։ Հա, դե ասա թե ուղղակի ենք հասկանում։ Հենց դա Մենք տղամարդ լինելով հանդերձ կանանց ենք սիրում, տղամարդկանց նկատմամբ սեր ասելով մենք ուրիշ բան ենք հասկանում։ Մի խոսքով, այդ կադրերը հիմա հələ դիր, բան ջան, հայ ջան։ Դա Հայաստանի դեմ է, ինչի է դա Հայաստանի դեմ։ Հայաստանի դեմ է, որովհետև ըստ ձեզ ճիշտ չեն ձևակերպում իրենց սոցիալական խնդիրները, դա չի նշանակում Հայաստանի դեմ է։ սոցիալականի մասին չի, սոցիալականը դա սոուսն է։ Իրականում այնտեղ քաղաքական հայտարարություններ է հնչում։ Ինչ քաղաքական հայտարարություն։ Դա հնչեցնում անդիմությունը։ Նաև իրենք խոսում են վերադարձի մասին։ Այսինքն մարդիկ չխոսան ես պիտի խոսեն, ինչ պայմաններով, ում են այդ պահանջը դնում։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն երթ են իրականացնում, պահանջ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, որ այս հարցը դրոշակ դարձնի, լավ իմանալով, որ համաձայնեցված 17 կետի հետ կապված Ադրբեջանը հայտնվել է դիվանագիտական փակուղում։ Այսինքն այդ մարդիկ չուզենան որ տուն գնան։ Չէ, կարող են ուզենալ, բայց դրա համար պետքա ուլտիմատումով չխոսել։ Դրա համար պետքա նստել երկխոսել։ Դրա համար պետք չի ազատության հրապարակում վրան դնել, այդ վրանում ընդունել տարբեր կալիբրի նախկին իշխանության ներկայացուցիչների ու Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխության խոսույթ գեներացնել այն դեպքում, որ իրենցից ներքին գործերի նախարարության տվյալների համաձայն իրենցից 120,000 Հայաստանի Հանրապետություն եկած արցախցիներից ընդամենը, եթե չեմ սխալվում, 8200 քաղաքացի ընդունել Հայաստանի Հանրապետության 7000 մոտ քանի 7000 քանի 100 քաղաքացի ընդունել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Ինչի չեն ընդունում։ Ինչի։ Ռետորական հարց բարձրացնեմ, իսկ կարողա չեն ընդունում, որ իրենց որդիները Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայության չանցնեն։ Օրինակի համար։ Հələ բանանք թե ժամանակին Վիտալի Բալասանյանը երբ որ ասում էր Լեռնային Ղարաբաղն անկախ է, Լեռնային Ղարաբաղը առանձին է, Հայաստան չի, այդ լուրջ են ընդունել ու ընդհանրապես այդ կոչին են արձագանքել ու այդպես են։ Դիմեն, դուք ասում եք ինչու են Հայաստանի կառավարության դիմում, ինչու են արգորսնախարարության դիմում, բա ում դիմեն։ Երբ որ սովամահ էին լինում ռուսների ու ադրբեջանցիների ձեռքով եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունները այդ ժամանակ իրենց այնտեղ ապրելու իրավունքը հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքում բանակցության մեխ էին դարձրել եւ անընդհատ այդ հարցը կար սեղանին, դա ադրբեջանական կողմն է նաև հաստատել։ Եվ երբ որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները հասել էին նրան, որ պաշտոնական Ստեփանակերտը եւ այն ժամանակվա եւ Բաքուն, Սոֆիայում պետքա նստեին բանակցությունների սեղանի շուրջ, այդ ժամանակ էր պետք մտածել։ Նրանք ասում են նման բան չի, Ադրբեջանը միշտ հրաժարվել է։ Դե ախր մենք գիտենք չէ ով է հրաժարվել։
Լեռնային Ղարաբաղը եւ Ղարաբաղը կողմն է եղել հրաժարվող։ Հիմա այստեղ է պիտի ունի դրա հետ շարքային Ղարաբաղցին, շարքային արցախցիներին այսինքն մենք է սոցիալական օգնություն չենք տալի, որովհետեւ այնտեղ դեր ազգային ժողովը գլխից սոցիալական օգնության մասին խնդրում եմ, ովքեր ունեն դրա կարիքը, պետքա ստանան։ Քավլիցի որևէ մեկը անգամ Հայաստանի Հանրապետության ամենաբարձր պաշտոնյաները դա չեն հերքում։ Ով ունի դրա կարիքը պիտի ստանա։ Արդարացիորեն պիտի ստանա, որովհետև այդ մարդիկ լավորից չի, որ այստեղ հայտնվել են, չէ, այդպիսի բան չկա։ Այդպիսի բան չկա, դա սոուսն է։ Երբ որ ելի եմ կրկնում, նրանք այդ ամեն ինչի տակ արցախցիներին գործիք են դարձնում, այդ ընդդիմադիրները գործիք են դարձնում արցախցիներին, սոցիալական սոուսը նրանց առաջ դնելով, իրականում քաղաքական նպատակներ հետապնդելով։ Ես պիտի դիմեմ Լեռնային Ղարաբաղի մեր քույրերին ու եղբայրներին ուղղակի չտրվել եւ այս քաղաքական հոսանքների ու խաղիկների զոհը իրենց չդարձնել, որովհետեւ այս ամեն ինչի արդյունքում ստանալու են իրականում սոցիալական ցասում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից իրական հիմքերի եւ հողի վրա, ելի եմ կրկնում, արտոնյալներ չպիտի լինեն այստեղ։ Եվ որևէ մեկի սոցիալական խնդիրը դրանից ավելի արագ չի լուծվելու։ Հանգիստ քայլերով պետք է այս պետությունը ոտքի կանգնացնել։ Հայաստանի Հանրապետության պետական շահը ամենաբարձր տեղում դասել, չգնալ եւ այս պայմաններում, երբ որ կոնկրետ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն 5 պակաս վիճակ է եւ Ադրբեջանը դիվանագիտական փակուղում ողջ միջազգային հանրությունը կոչ անում գալ ստորագրել խաղաղության պայմանագիրը, բերել եւ Երևանից կրկին Լեռնային Ղարաբաղի հարց բացել։ Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է։ Կներեք, նրանք ասում են, այսինքն ի՞նչ է նշանակում փակված է։ Դա իրավունք է, որ մենք կարող ենք վերադարձը իրավունք է, այո, որից պետք է օգտվել, կարճել, բարձրացնում այդ հարցը։ Ով։ Հայաստանի Հանրապետությունը։ Իսկ ով ասաց, որ պիտի Հայաստանի Հանրապետությունը բարձրացնի։ Բա իրանք հայ են։ Այլ բան, հիմա այլ օրինակ բերեմ, ներողություն, Գլենդելի հայությունը որոշում է անկախանալ Միացյալ Նահանգներից եւ ասում է Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետություն իմ անկախության գործընթացի ողջ դիվանագիտական հարվածները եւ ոչ դիվանագիտական հարվածները Գլենդելը Արցախի հետ համեմատելը։ Ներողություն, որևէ մեկիս համար հաճույք չի այս զրույցը, հաճելի չի այս զրույցը, պարոն Ղազարյան, ամենայն պատասխանատվությամբ եմ ասում են, մեր հետ վերադառնալու իրավունքը ֆիքսեք, չենք ասում հենց հիմա հետ տարեք։ Ֆիքսեք միջազգային ատյաններում, բարձրացրեք այդ հարցը։ Սխալ բան են ասում։ Տեսեք, նրանց վերադարձի հարցերով եթե չեմ սխալվում, մենք դնենք իրանց տեղը։ Ես ամբողջությամբ ձեզ հետ համաձայն եմ, բայց ես առաջարկում եմ նաև իրենց ներկայացուցիչներին Հայաստանի Հանրապետության ներկայիս իրավիճակը ու հնարավորությունները ճիշտ գնահատել ու չափել։ Որևէ մեկիս նորից եմ կրկնում, հաճույք չի տալիս այս զրույցը, որևէ մեկիս համար հաճելի չի խոսել Լեռնային Ղարաբաղի հայության այնտեղ ապրելու մասին անցյալով։ Վստահեցնում եմ ձեզ։ Այնպես չի, որ ես ինձ լավ եմ զգում, բայց ես գիտակցում եմ, որ այդ հարցի առաջ քաշումը Հայաստանի Հանրապետության պետական շահերի դեմ է։ Հավելյալ անվտանգային ռիսկեր ու խնդիրներ է դա գեներացնում Հայաստանի Հանրապետության շուրջ։ Շատ պարզ, որովհետև Բաքվի բռնապետը առավոտից երեկո Ադրբեջանից նստած հայտարարում է, որ Երևանում ինչ-որ ռևանշիստական ուժեր կան։ Չէ։ Ոնց թե չէ։ Ինքը կարող է ինչ ուզում է ասի, ինքը ասում է Սևանն էլ է մերը։ Ես մարդիկ ասում են, եղբայր, ասեք, որ այս մարդիկ իրավունք ունեն վերադառնալ իրենց տները ապրելու, չեն ասում Ղարաբաղը տվեք մեզ։ Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է։ Անկախանա։ Հասկացանք, Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, թե Ադրբեջանի կազմից դուրս, այդ մարդիկ իրավունք ունեն այնտեղ գնալ ապրելու, ընդհանրապես այդ մասին է խոսքը։ Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Հետո ուրեմն այս մարդիկ իրենց տանը չեն կարող ապրեն։ Այս մարդիկ կարան վերադառնալ Լեռնային Ղարաբաղ ապրեն։ Իրատեսական, ամենաիրատեսականն եմ ասում, Ադրբեջանի պահանջներով։ Խնդրեմ, ընկերներ, ուշադիր լսեցիք։ Ես կուզենայի մեր ընկերները այս թեմայով արտահայտվեն, որովհետև սա մենակ այդ Աղարություն Մկրտչյանը դա օրինակներից մեկն է։ Իրանց հիմա լրագրողների մի ամբողջ ողմակ, քաղաքագետների տգետ քաղաքագետ, սա քաղաքագետ չի, սա տգետ է։
մի ամբողջ պարլամենտի անդամներ, Ղարաբաղցիք չեն Խաչատուր Սուքասյանի մակարդակով եւ այլն։ Ճիշտ է իբրև թե ներողություն եմ խնդրել, բայց գիտես ասում են որ բերանից խոսքը արդեն թռավ, այդ բերողը չես։ Այսինքն այս մարդկանց մեջ այդ հակահայ լինելը նոր կաթի հետ, հոր զաթի հետ է մտել իրանց մայրիկի որովայ, հետո ընդեղից էլ եկել կաթով էլ գնացել է նորից։ Հասկանում եք։ Եվ նա այդ վիճակով մենք ինչ, ես չգիտեմ, հայ ժողովուրդը թող մտածի, խնդրեմ ընկերներ, արտահայտեք, որ հետո սրա հետևանքները ես ձեզ լավ կներկայացնեմ։ Սկսենք այս բանը Ղազարյան։ Ասեք, այո։ Նախ ուզում եմ ասեմ, դուք ասում եք, որ չեք ճանաչել երիտասարդին մինչև այս հարցազրույցը, ես ճանաչել եմ։ Դժբախտություն ունեցել ես ճանաչել։ Այո, մի անգամ կարծեմ նաև Factor TV-ում բանավեճի նույն հարթակում ենք եղել, այսինքն նույն թեմայով բանավեճի կողմեր ենք եղել։ Ինքը նաև տգետների դպրոցի շրջանավարտ է Աննա Հակոբյանին։ Հա։ Այո։ Առաջի դասընթացները տգետների դպրոցի, որ կառավարական ամառանոցում կազմակերպել են, ինքը դրա մասնակիցներից է եղել։ Ինքը նաև եվրոներից է։ Հա, ասում է որ ինքը աջակցել է, որ Գյումրիում են եվրո աջակցել է ո՞րն է դաշինքի մասը կազմում է, ու դրանց բոլոր կոնֆերանսներին, սեմինարներին մենակ ընդե չէ, Եվրոքվեի նախաձեռնության, ազգային ժողովում քննարկումներին, այդ որ գնացել են բան, ինքը այդ սաղ այս համարվում է իշխանական քարոզիչներից մեկը, այսինքն հանդես է գալիս իբրև քաղաքագետ, ինքը պատգամավոր չի, ինքը քաղաքական գործիչ չի, քաղաքագետ է մտում, բայց բան դոկումենտով տգետ էլ, այսինքն տգետների դպրոցի շրջանավարտ։ Եթե տգետների դպրոցի ովքեր են գնում, ովքեր տգետ են, չէ, որովհետև Աննա Հակոբյանը այդ դպրոցը ստեղծել է տգիտությունը հաղթահարելու համար։ Այո։ Որը որ տգետ է, գնա անդե դասընթացների մասնակցի իր տգիտությունը հաղթահարվի։ Էսի գնացել է, բայց ոնց որ հասկանում ենք, չի հաղթահարել։ չի հաղթահարել։ Հիմա Ախը թեզերը դրանք բոլորը ոնց որ նստենք մի հատ Թուրքիայի հետ վիճենք, դա ադրբեջանական թեզեր է, որոնց հետ ասենք մենք հայկական տեսանկյունից ասենք ոնց քննարկես այդ մաքուր ադրբեջանական թեզեր է, չէ՞, ասում օրինակ չի կարելի խոսել Արցախահայության վերադարձի մասին։ Ընդհանրապես այդ հարցը պետք չի դարձնել քննարկման առարկա։ Գիտեք որ հարցը պիտի դարձնել քննարկման առարկա սրանց մոտեցումների։ Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման հարցը Օրինակ եթե Ադրբեջանը բարձրացնում է, չէ՞, որոնց թիվը գնալով մեծացնելով, սկզբից դրանք 120,000 էին, հետո դարձան 150,000, հետո 170,000, հետո 300,000, այս վերջերս էլ ասում են 300,000 այդ ստից գնացածներն են, բա դրանց ցռուսները միլիոն ու կես, հաշվել են, թիվ են ասել։ Ընդ որում, այդ միլիոն ու կեսը որ պիտի գա, Ադրբեջանը մի հատ Միլի մեջլիսում հանձնաժողով են ստեղծել Արևմտյան Ադրբեջան, ադրբեջանցիների վերադարձի մի հատ հասարակական կազմակերպություն են ստեղծել, սրանք խորհրդարանական լսումներ էին կազմակերպել Ադրբեջանի Միլի մեջլիսում, հաշվարկ են արել, թե Հայաստանի պետական բյուջեն ինչքան փոխհատուցում պիտի տա մենակ սրանց վերադարձողներին, թիվն ասեմ 160 միլիարդ, չէ, 160 միլիարդ այդ Հայաստանի տնտեսական վնասն, մենակ այդ վերադարձողներին 17 միլիարդ է, այդ առանձին է, դրա հետ կապ չունի Որպեսզի մեր հեռուստադիտողները իմանան հարաբերության մեջ այդ ինչքան Հայաստանի մի տարվա բյուջեն բոլոր տիպի ծախսերով ռազմական, ուսուցիչ, կրթություն, առողջապահ 6 միլիարդ է։ Արտաքին պարտքն մեջ է։ Երեք Հայաստանի տարվա բյուջե։ Պետք է մենակ պիտի տանք են ադրբեջանցիներին, որ կան Հայաստանում ապրելու։ Ու դրանց անվտանգությունը ով պիտի ապահովի Ալիևն ասել է երրորդ երկրների աշխատանք, բնակարան, անվտանգություն, ոստիկանություն, ամեն ինչ կա։ Հիմա օրինակ Այս տգետի կարծիքով դա քննարկման հարց է, որովհետև չի ասում, դա չպետք է քննարկել, դա պետք է բացառել, դա հնարավոր չի կամ չգիտեմ ինչ, վերադարձիչ, ադրբեջանցի, ինչ Հայաստանից գնացած, դες մարդ գոյություն չունի։ Բայց ասում է Արցախահայությունը, որը բռնի տեղահանվել է, վերադարձի մասին անգամ պիտի չխոսի։ Ու սա գիտես ով ասում, Եվրոն, որը այն կարծիքին է, որ Հայաստանը պիտի լինի Եվրամիության անդամ։ Ու այդ Եվրոն տեղյակ չի, որ Հայաստանը եւ Ադրբեջանը հələ մինչեւ Եվրամիություն հասնելը Եվրոպայի խորհրդի անդամ պետություններ են երկուսն էլ։ Եվրոպայի խորհրդին անդամակցել են միաժամանակ նույն օրը 2001 թվականին պայմանով,
որ իրանք Եվրոպայի խորհրդին անդամակցում են, որպեսզի Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծեն բացառապես խաղաղ ճանապարհով։ Ու հիմա Եվրոպայի խորհրդի անդամ երկու երկրի տարածքում 21-րդ դարում իրականացվում է ժողովրդի ցեղասպանություն, էթնիկ զտում եւ բռնի տեղահանություն, ինքը երիչիտա չի դատապարտում։ Հետո ասում է նրանց իրավունքի վերականգնման հարց Եվրոյում, էլես Եվրոնա, որ մարդու իրավունքը եվրոպական, ասենք, ընդհանուր համաշխարհային հիմիկվա ժամանակակից Եվրոպայի խորհուրդը 3 հենասյուների վրա է կանգնած մարդու իրավունքները, իրական ժողովրդավարություն, օրենքի գերակայություն։ Մարդու իրավունքները գլխավոր խնդիրն է, առանցքն է եվրոպական արժեհամակարգի։ Սա ասում է մարդու ապրելու եւ իր բնակության վայր ընտրելու իրավունքի վերականգնման հարց պիտի չքննարկվի։ Հիմա ասենք էս շշ դուրս է տալիս, ասենք։ Դե Պետրոսն էլ շշ լսում է։ Դե էշ ասենք դուս տալուց հետո կարաս էլի բարձես մեօքուտ տա։ Սրան ինչ անես։ Ուղարկես Եվրոպա։ Բերանն ու հետույքը կրկնակի նշանակությամբ օգտագործի Ղազարյան։ Չէ, Եվրոպա սրանք դրա համար չեն ուզում գնալ։ Ասում է Ադրբեջանը Արցախ հայություն եկել 120,000-ից 7,800-ը ստացել, 7,000 քանի 100-ը Հայաստանի քաղաք։ Այսինքն ոնց Հայաստանի քաղաքացիությունն է ստացել։ Սա կարծեմ էշմիածնցի է։ Հիմա ոստիկանության այդ անձնագրային միգրացիայի վարչությունը 100% էշմիածնում կունենա տարածքային բաժին։ Այդ տարածքային բաժինը պիտի ունենա կոդ, ասենք կարող է լինի 012, չգիտեմ էշմիածին է որնա, կարելի է մտնալ։ Ջերմուկինը կարծեմ 020 է, ես դες պասպորտեն վերջին անգամ դες։ Հիմա ասենք թե մի օքի գա նստի, ասի գիտես ինչ, 012 անձնագրային բաժնի կողմից տրված անձնագրերի կրողները Հայաստանի քաղաքացի չեն։ Չնայած այդ անձնագրի վերջին էջում գրած է։ Անձնագիրը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է, անձնագրի կրողի հովանավորը Հայաստանի Հանրապետությունն է։ Բա որ քաղաքացի չեն, այդ անձնագիրը դրանց մոտ չի հայտնվել։ Ո՞վ է տվել։ Պետությունն է, չէ՞ տվել։ Որ պետություն, Հայաստանի Հանրապետությունը, չէ՞, այդ անձնագրի բլանկի վրա գրած է։ Իսկ ո՞վ է ասում, որ դրանք Հայաստանի քաղաքացի չեն։ Նրանց Հայաստանի քաղաքացի չլելու հետ կապված որ օրենքն է փոխվել։ Հայաստանի քաղաքացիության մասին օրենքում փոփոխություն, լրացում, այդ ընթացքում եղել է թե չէ։ Ընդամենը Ալիևը արձակվել է ապօրինի, էնել ինչի է արձակվել, որովհետև իրանց մեղքով մարդիկ գտնվել են շրջապատում, դա ինչ ասում են, այդպես ընթացքում գրեցի։ Մի կողմից ասում է սովամահ էին լինում, այդպես առհամարանքով։ Հետո էլ ասում է ռուսների ու ադրբեջանցիների իրանք չեն էլի մեղավոր։ Հետո հետևից էլ ասում է կոչ եմ անում մեր արցախցի քույրերին եւ եղբայրներին չմասնակցեմ, ասես սոցիալականից բացի ուրիշ հարց չբարձրացնեն։ Այսինքն մի հատ ասում է քույր ու եղբայր, մի հատ սովամահին, այդ նույն իր քույրերն ու եղբայրներն են, չէ՞, այդ սովամահը, դրա հեգնանքը, որովհետև տեսները պետք է սովամահ լինեն, էլի։ Որպեսզի հասկանան, թե ինչ է նշանակում նորածին երեխա առանց մանկական սննդի, ինչ է նշանակում դիալեզով հիվանդ առանց պայմանների, ինչ է նշանակում շաքարային դիաբետով հիվանդ առանց դեղորայքի, ինչ է նշանակում հիվանդանոց վիրահատարան առանց դեղանյութերի, ինչ է նշանակում բանակ առանց սպառազինությունների, շրջապատմանների, առանց վառելիքի, այդ պիտի ինքը իր աշխով տենա, էլի։ Ցավոք սրտի դա տեսել են արցախցիները իրանց մեղքով, այս նրանց մեղքով ու ցինիզմը հասնում է այն աստիճանի, որ այդ անողները այդ ամբարտավանությամբ նաև նույնը Ռուբեն Ռուբենյան, չէ, ազգային ժողով, նոր մի քանի օրինակներ եք բերում, ասենք Խաչատուր Սուքեսյանի այսօրվա գաստրոլները, այդ Խաչատուր Սուքեսյան թե Գաբրելյան այդ Վիլենն էր Գաբ, հա դա տարբերություն չկա, նույնը նավակ էր ճոճում, էս էլ օթանավակ է ճոճում, էլի։ Նույն բանն են, էլի, խուլիգան, ամբարտավան, չէ, ասենք ասում է, շփոթվել եմ, ասում է 210-ի փոխարեն ասել եմ 10, իմը տենց է տպավորվել, այսինքն իր համար 210 Նիկոլը չի ասում, պլյուս մինուս 50 զո։ Հիմա այս մարդ Նիկոլը պլյուս մինուս 50 է իր ամպլիտուդան,
Սրանն էլ 200, այ քեզի բանը, ինչի մասին ես խոսում, էլի, մարդու մասին ես խոսում ընդամենը։ Մարդը մեռել, այ քեզ բան։ 200 հոգի էստան 200 հոգի են։ Հետո էլ ասում եմ շփոթվել եմ, ճիշտ է թիվը 210-է չի 238-ա։ Ադե լավ հիմա մի 20 նախ հանգարում արա, դա ազատել եմ ներողություն, չէ։ Դրանից հետո գիտեք, դա ուրիշ բան է, դա ցինիզմի ուրիշ է։ Նույն Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 6-ին Պրահայում երկրորդ շարք գցած էր։ Հիմա մենք ասենք ստորագրելուց։ Հիմա ասում եմ ռուսների հովանուններ քո, ռուսների աշկի առաջ։ Երբ որ Ռուսաստանի նախագահը շատ պարզ բացատրում այն ինչ որ մենք այս 2 տարի խոսում ենք, որովհետև պարզ երևույթների շկապ ունի խելացի մարդկանցից որ մեկն է ասում։ Ասում եմ, եկել են ինձ ասում են հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությունը ստորագրելուց հետո եկել են Սոչի, նույն հոկտեմբերի 6-ին, ասում են մենք Պրահայում այդ փաստաթուղթը ստորագրել ենք։ Արցախը Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Ադրբեջանի նախագահն է շուռայկը ինձ հարցում ասում մենք պայմանագիր ունենք որ իմ երկրի տարածքում ռուսական զորք կլինի։ Դու Հայաստանի հետ ունես պայմանագիր որ կարա իր տարածք։ Մինչև հիմա այդ տարածքը քանի որ Հայաստան էր, Հայաստանը պատկան էր, ունդը ռուսական զորք կար, մենք է դրա հետ հաշվում։ Հիմա Հայաստանն ասում է ես այդ տարածքը հանձնում եմ Ադրբեջանի, քանի որ դա Ադրբեջանը մենք իրար պայմանագիր չունենք, խնդրում եմ զորքը հավաքի տար։ Ես ինչ պիտի ասեմ ասում եմ։ Ոնց եթե չունեմ պայմանագիր այդ զորքի տեղակայում, ո՞նց պիտի զորքը դե թողնեմ։ Ու սրանք է ցինիզմը, հելեն ասում ռուսների աշկի առաջ, հայերի բան ասում, դաշնակները Ղարաբաղում Պերևառու տարին իշխանությունը վերցին Ղարաբաղ տվին Ադրբեջան։ Դաշնակցության խմբակցությունը Արցախի ազգային ժողովում 3 հոգի են, մեկն էլ հիմա բանդ։ Թե 3 հոգով, այդ ինչ Պերևառու տարին դաշնակցականները ազգային ժողով Արցախում, ինչ իշխանություն, այ բալա արդեն երկիրն ավելի շրջապատում է։ Ասում եմ, ելավ նախագահ, այն նախագահը որ 20 լիտր բենզին չունի, դրա նախագահը ո՞րն է։ Ինչ նախագահ, ինչ իշխանություն, այդ իշխանությունը ինչի վրա է ծառայեցնում, ինչին է բան։ Շրջապ նախագահ ես, ուզում ես նախագահել, ուզում ես գյուղացի մարդ էլի։ Այն ժամանակ շրջափակման մեջ գտնվող անպաշտպան մեկն ես, ստել մա փախստական ես։ Ու սա իրանց մեղքով, իրանց որոշումներով, ոլե ցինիկա բարել այսպես նստած։ Սրա վերջ դրվի, չէ, այդպես չկարա մնա։ Հա, երկու բան էլ ես ասեմ, ես օրինակ հաճախ էի լսում Պետրոսի մոտ հյուրերը էշեշ խոսում էին, Պետրոսն էլ էշեշ լսում էր։ Բայց մենք այդ էշության հոգեվիճակից եւ իրողությունից Պետրոսը դուրս է գալիս, ստեղ տեղը կա էշեշ է լսում, տեղ կա էշեշությունից դուրս է գալիս, տենց ստապ հարց է տալիս, բայց կարևորագույն էշություններին ինքը էշադարի արձագանք, այսինքն լրությամբ Էշը հաճախ շատ զռալուց հետո մեկ-մեկ ձենել չի անում, չէ։ Հիմա նույնը Պետրոսինն է։ Ուրեմն ինչ ասում սույն դեգեներատը։ Ես ուրիշ բառ չասեմ, որտեվ Եվրամիության այն ձգտումները, որ սրանք են, ուրիշ բան ես այդ մարդկանց չեմ ասում։ Մի քանի պեդարաստ իրար հետ հավաքվել են, Եվրամիություն են։ Եվրամիությունները այդ պեդարաստներին է սպասում։ Անունը կուսակցություն են, դե իրանք են կուսակցության ղեկավարներ են, չէ։ Այն հայտնի անկախապարտ մի հատ պեդարաստ կար Արման Բաբաջանյան, հա։ Իր զուգընկեր Ջավախքից ծնունդով սխալմամբ էլի Շինյան, Ազգանով եւ այդպես շարունակ։ Հիմա ինչ ասում սույն դեգեներատը։ Ասում է ռուսների եւ ադրբեջանցիների ձեռով Ղարաբաղցիներ սով են մատնվել։ Հիմա ասես այ ապուշ։ Հոկտեմբերի 6-ին, ճիշտ ասում Ղազարյանը, Նիկոլը հետևը երկրորդ շարքումով էր նստած։ Արադ Միրզյանը, Ռուբեն Ռուբինյանը։ Այսինքն հոկտեմբերի 6-ին որոշվեց, որ Արցախը պետք է հայաթափվի։ Նախ շրջափակման մեջ հայտնվի, որտեղ Ալևին Հայաստանը լեգիտիմ իրավունք տվեց ուժով արցախցիներին ստիպել կամ պիտի զոհվեին բոլորը, կռվին։ Ուժերը անհամաչափ էին։ Նիկոլը ժամանակ հեծանիվ էր տժում, ստեղ, չէ, քեֆեր ուրախություններ, այնտեղ կամ պիտի զոհվեին բոլորը, կռվեին, կամ պիտի դուրս գային։ Հիմա հոկտեմբերի 6-ին փաստորեն Հայաստանը, ասում է Հայաստանը, Նիկոլը ճանաչում է Արցախը Ադրբեջանի մաս։ Ալևին լեգիտիմ իրավունք է տալիս ուժով նախ շրջափակել, հոկտեմբերի 6-ից մինչև սեպտեմբեր 11 ամիս մեր քույրերն ու եղբայրները շրջափակման մեջ հայտնվեցին առաջին հերթին եւ հիմնականում Նիկոլի եւ իր հորանավորների երկու ազգանուն ասեմ, որը
ոչ ռուսա, ոչ ադրբեջանցի, Շարլ Միշելն ու Մակրոնը ոնց որ ոչ ռուս են, ոչ ադրբեջանցի չէ։ Մեկը բելգիացի է, մեկը ֆրանսիացի։ Ահա։ Ով եղավ քավորը հոկտեմբերի 6-ի ստորագրման փաստաթղթի։ Մակրոնը։ Ու դրանից հետո էլ Ալիևը դա ստանալուց հետո Մակրոնի սաղորը ծաղրում է ինքը, քննադատում է։ Այո։ Եվրոպացիներն ասում են, եվրոպացիները ինչքան հեռու լինեն Հայաստան, Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա հարաբերությունից, այնքան լավ։ Ճիշտ է ասում։ Այսինքն ստանալուց հետո մենակ դրանց է չախում։ Ուղարկում է նատրի բուկվի։ Այո։ Ահա։ Հիմա սույն դեգեներատը երբ որ նման միտք է ասում Պետրոսը Իսագուլյան, էշեշ լռում է։ Չի զռռում, էշեշ լռում է չի ասում, չհասկաց այդ ռուսն են, է շրջափակել։ Պետրոսյանը լավ էլ այդ կարծիքին է։ Այդ կարծիքին է։ Հաջորդ էշեշ սրա խոսալը Պետրոսի էշեշ լսելը։ Սա ինչ ասում սույն կենթանի։ Ասում է ադրբեջանցիների պահանջներով արցախցիները պետք է վերադառնան, քանի որ ՀՀ-ն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունով ճանաչել։ Հստուն Հայաստանն է ճանաչել, չէ՞։ Ինքը նաև այնքան ավանակ է, որ ինքը խոստովանում է, որ Հայաստանը որ ճանաչել է, փաստացի ամբողջովին Արցախ հանձնել է Ադրբեջանին։ Ադրբեջանը կուզի կշրջափակվի, սովի կմատնի, չէ՞։ Կուզի պատերազմ կմղի, կուզի օկուպացիա կանի։ Այսինքն դու Ադրբեջանի իշխանությունների տվել ես այդպես իրավունք հոկտեմբերի 6-ին Ղազագիրը ստորագրելով։ Հաջորդ ինչ է ասում։ Ես ինչ չեմ հասկանում, ասում է։ Պետրոսը լավ, այդքան էշություն, որ էսի դուրս է տալիս, խի չէ արձագանքում։ Ասում է 5 րոպե պակաս պատերազմա։ Ասում է։ Բա մի երկու օր առաջ Նիկոլին չէր ասում Իսագուլյան։ Ես հիշում եմ։ Ասում է պատերազմ չի լինելու։ Մոռացեք, խաղաղություն ալնելու։ Պատերազմ չի լինելու։ Հիմա սավանակները կապիտի լսեն իրանց բոսին։ Լսում են, շանտեղ չեն դնում։ Այդ ճիշտ ես ասում։ Էդի շանտեղը շներ մի վիրավորի, ուրիշ բանի Չէ, դե Նիկոլ Փաշյանիկն ասել է, որ ինքը գերխեղտ է, երևի դրա համար։ Իսկ ճշները հավատարիմ կենթանի։ Իսկ գերխեղտ եք թե գործ։ Երկու սերկա, չէ։ Թլպատից։ Սերտաճը։ Եվ ամենակարևորը գյուտ անում ադրբեջանցիների նարատիվը, որ ասում է ադրբեջանցիներին չէին ասում։ Ես լավ հիշում եմ, օրինակներ են բերում նաև Ամերիկայում ապրող հայերի, կոնկրետ Գլենդելի օրինակ հենց ադրբեջանցիները ասում է Գլենդելի հայությունը պետք է ինքնորոշվի, անկախություն հռչակի, առանցին պետություն դառնա, այդ ադրբեջանցիներն առաջնակարգ։ Հիմա սույն դեգեներատը նույն ձևակերպումները ադրբեջանցիներից վերցրած կրկնում է։ Արևելույթ Ղազան, մեր նախորդ հաղորդման իմ ու քո եթերում որ խոսում ենք, մեր զայրույթ ինչու՞մ առաջանում։ Մենք ակնկալում ենք, որ օրենսդիր մարմնի Հայաստանի գործադիր մարմնի ներկայացուցիչները իրենց խոսույթում առաջ ներդին պիտի հետապնդեն Հայաստանի Հանրապետության ազգային պետական շահը։ Դա համար մենք որոշակի առումով բարկանում ենք, ասում ենք լավ դե պատգամավորը, կառավարության անդամը, առընթեր մարմնի ղեկավարներն, այս ինչ էշեշ դուրս են տալիս։ Մեր պետության դեմ են խոսում, չէ՞։ Դա այդ տեսանկյունից է մեր զայրույթը, մեր բարկությունը, մեր ընդդիմախոսելը շատ նորմալ եմ նայում, բայց նախորդ անգամ հիշում եք ես ինչ ասի, եկեք նայենք այլ տեսանկյունից սրանց գնահատականին։ Իրենք աշխատողն են, ծառայողն են Ալիևի եւ Էրդողանը։ Եվ եթե Իսագուլյան մենք նայում ենք, որ սրանք նրանց աշխատողն են Փաշինյանից սկսած, իրենք լրիվ նորմալ են խոսում։ Այդ մեր համար, մեր ընկալումներով չի հակասությունը հենց դեռ առաջանում։ Նորմալ է թե չէ, դա արդեն Ալիևն ու Էրդողանը կարող ասեն։ Մեզ համար իհարկե գործատուն կարող ասել։ Մեզ համար անընկալելի է, որտեղ ինչ որ ինքը խոսում է, ինքը չի խոսում Հայաստանի Հանրապետության շահից։ Ինքը խոսում է Ադրբեջանի եւ Թուրքիայի ազգային պետական շահերը սպասարկելու տեսանկյունից ճիշտ է։ Եվ այդ առումով մեր զայրույթը, մեր բարկությունը դիմի կողմ դնենք։ Այո, մենք պիտի բացահայտենք սաս փուչիկները, բայց մենք չպիտի զայրանանք։ Այլ հստակ մեզ համար արձանագրենք իրողություն, որ սույն անձիկ Փաշինյան Նիկոլից սկսած օրենսդիր մարմնի քաղաքապայմանագիր ֆրակցիայի անդամները, գործադիր մարմնի բոլոր կառույցների ներառյալ օրինակ ներքին գործերի նախարարության շարքային ոստիկանը, սրանք կոլաբորանտ կառավարություն են, թուրք ադրբեջանական օկուպացիոն ռեժիմի կոլաբորանտ կառավարություն ներառյալ իր գործադիր մարմնի բոլոր աշխատողներով վիրավորական լինի թե չէ, մեր հայրենակիցները ովքեր որ ծառայում են թե չէ, իրանք գիտակցություն թե չէ, դա է խնդիրը։
Բայց մենք արձանագրում ենք, այս մարդիկ սպասարկում են Ադրբեջանի շահը, չէ՞։ Այս մարդիկ սպասարկում են Թուրքիայի շահը։ Բայց եթե իրենք սպասարկում են այլ պետության, մեզ ոչ թե բարեկամ, ոչ թե հակառակորդ, ոչ թե մրցակից, այլ թշնամի պետության շահն է սպասարկում։ Մեր զայրույթը եւ բարկությունը մենք դե մի կողմի վրա դնենք։ Ընդհանրապես արձանագրենք բարձ իրողություն։ Սրանք թշնամի պետության ծառաներն են Հայաստանում, որոնք ունեն երկիրը կառավարելու ստատուս, այնքանով որքանով։ Որոշումները կայացվում են Բաքվում, Անկարայում, Լոնդոնում։ Հանձնարարականի տեսքով գալիս են այստեղ, Փաշինյանը այդ հանձնարարականը կառավարության, այսպես կոչված կառավարության անդամներին տալիս է, օրենսդիր մարմնին տալիս է, սահմանական դատան տալիս է, դատախազություն տալիս է, որ իրավունքը չունի, բայց ինքն է տալիս, ինչու՞, որտեղ ինքը ցուցակով հանձնարարական ստացել է։ Ես 2018 թվականին դեռևս հələ որ մեր ժողովրդի ճշում մեծամասնություն էֆոյայի մեջ են եւ Փաշինյանի մեջ իշխանության։ Ես ասում եմ Փաշինյանը ամիսը 2 անգամ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից հանձնարարականների փաթեթ հաստանում 80-ից 120 կետանոց տարբեր ոլորտներում, որի վերևը նշված էր առաջարկություններ, միջնորդություններ, սրանք այդ հանձնարարականները կատարում էին, հետո զեկուցում էին Հայաստանում ԱՄՆ դեսպանի, լավ են կատարել թե վատ։ Իդեպ ասեմ ձեզ, երբ 2018-ի հունիսին մեր եկեղեցու եւ Վեհապար Հայրապետի դեմ արշավ սկսեցի, այդպիսի մի փաստաթղթում, որը ԱՄՆ դեսպանությունից եկել էր կառավարություն, 12 կետով, հələ թող ասեն ես ճիշտ չեմ ասում։ Դե իրանք գիտեն, որ ես գիտեմ այդ փաստերը, բայց մտածում են, Նահապետյանը դրա պատճեն ունի թե չէ։ Հանկարծ ինձ զեպարության համար փորձեն դատի տալ, բավոք Նահապետյանը դնի էսած լրիվ հրապարակի, պլյուս պատասխաններ իրանց ԱՄՆ դեսպանության։ 12 կետով եկեղեցու եւ Վեհապար Հայրապետի դեմ ոստի պայքար են, կետերով գրածել, անել սա, առաջարկում է սա, գնահատել սա, հետո անել էս քայլերը եւ այդպես շարունակ։ Այսինքն 2018-ից այդ հանձնարարականները, Վարոն Ղազարյան, գալիս էր Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից, իսկ 44 օրյայից միգուցե առաջ կամ դրանից հետո է արդեն հանձնարարականները չի գալիս ոչ Վաշինգտոնից, ոչ Լոնդոնից, ստատուսը արդեն ինչ է, գալիս են Բաքվից եւ Անկարայից։ Շահին Մուստաֆայևը, Մեհր Գրիգորյան հանդիպումը տալիս է, ցուցակը տալիս է, հիմա բանավոր ասում ցուցակը տալիս տեղական չի, որովհետեւ այս մարդիկ, որոնք ներկայացնում են իբր օրենսդիր մարմնի իշխող խմբակցությունը, իրականում իրանք ասում են ինչ որ Ադրբեջանն ասում, ինչ որ ասում է Ադրբեջանի նախագահ, Ադրբեջանի օգնականները, արտգործ նախարարը, չէ՞, հատուկ հանձնարարի գծով իրենց ներկայացուցիչները, վարչապետ, փոխվարչապետն իրանք են ասում։ Իսկ սրանք հիմա ակնհայտ, բացահայտ կերպով սպասարկում են Ալիևի շահը։ Բայց եթե թշնամին եկել է քեզ հանձնարարականն է տալիս, եւ դու չես գնահատում, որ թշնամու հանձնարարականն է մինչեւ շարքային ոստիկանը չեցվում, ո՞նց կարաս այդ թշնամու դեմ պայքարես։ Այսինքն ես գրքին անգամ հորդորում եմ իրավիճակի համարժեք գնահատական, որ այս շեշտ մեկը կարող խոսա, մյուսը այս շեշտ լսի, դա հարցի մի կողմն է, բայց մեր իրականում հանրային որոշակի լսան ունեցող անձանց համար շատ կարևոր է, որ մեր ժողովրդին բացատրվի իրականում Հայաստանում կոլաբորանտ կառավարությունը։ Սա որևէ ձեւով չի սպասարկում մեր երկրի ազգային պետական շահը։ Մտածեք, թե այս կարգի մարդկանց ելույթները ժողովրդի մոտ ինչպիսի արձագանք են ունենում։ Հայկ ջան, խնդրում եմ են տիկնոջ այս մարդկանց ազդեցության տակ կատարած անճարեղ ուրեմն խոստովանությունը։ Ինչումն է իշխանություններին գյուլեն ափսոսա որ գյուլում են, պետք է սենց հողին հավասարացնեն։ Այսքան մեր ջահելները գնացին կոտորվեցին իրանց համար։ Մենք այնտեղ ոչ մի բան չունենք։ Արցախցիներին ասում եմ գյուլեն ափսոսա որ այդ գյուլով սրանց խփեն։ Չբերեն լստեն Հայաստանը բանա ապականեն, իրանք Թուրքի մնացորդ են։ Մի մարդ որ Թուրքի հետ հաց ուտի քնի, ելեն ինչ մարդ։ Մարդ, հա, ինքը իրանք մարդ չեն, ոչ մեկ, տանել չեմ կարում, ոչ մի արցախցու, որ ասում են Ղարաբաղցի, ասում եմ Ղարաբաղը փլվեն, սրանք էլ մնային տակը, իզով, թոզով պտի վերանան, օրինակ, ափսոս մեր ջահելները, ափսոս մեր երեխեքը, որ գեթում են Արցախի համար բանենան, ոչ մի բան պտի չանեն, ոչ մի բան, սաղ Արցախի 1000 անգամ ներողություն, պուտանկեքը Հայաստանը բանեն, գրավել են,
Օրինակ արցախցիներ կան, ասում են Փաշինյանը պարտավորա մեր տան վարձը տա։ Բա ինչա Փաշինյանը պարտավորա ձեզի շինի, որ դուք բիճ բերեք ստեղ։ Հա, շատ է պարտավոր Փաշինյանի քակը ուտեք։ Փաշինյանի նման ղեկավար կա։ Հա, մի հատ դասեք էլի Փաշինյանի նման ղեկավար կա, չէ, չկա այդպես ղեկավար։ Այն ղեկավարները մենակ գրփում են, լսում են աթոռի տակը, ոտները տնկում են օդի մեջ, սպասում են, թե մեշոքոփողը եփ դիգա, բայց Փաշինյան տենց բան չի արել։ Մենք լավ, շատ լավ գիտենք, մենք ոչ։ Խնդրեմ։ Պատկերացնում եք ինչ բաներ են բուծում հակահայեր, իբրև թե հայերից։ Հիմա գենետիկորեն այս մարդկանց ստուգելը անիմաստ է, բայց հավատացեք, որ այնինչ հիմա այս կինը ասում է, դրա նման արդեն թուրքցածների քանակը Հայաստանում այս իշխանությունների քրտնաջան աշխատանքի արդյունքում բազմացել։ Այն մենք որտեղցի անոր կար մի հատ Ախուրյանցի անոր փառք է սրանց։ Նա գոնե մեկ որ փողը չեն տալի հետ դարձելու։ Սրանք ուրեմն անհնար է, սրանք հետ դարձ չեն ունենա, որտեղ սրանց մեջ, որտեղ կրկնում այդ ամբողջ ելույթ հետ գյադի, որ դնես նայես, նույն թույնն է, հայի նկատմամբ, հայ մարդու ես ասում, սրանք չգիտեմ, երեխեք ունեն, կանայք ունեն, ծնողներ ունեն, սրա հերը նայում է, երևի մի արդեն մեր տարիքի մարդ կլի։ Բայց չի տղուն ասում, այ ես ինչի տղա, դու հասկանում ես, ինչ չես ասում արա։ Ու ողբերգությունը սա է, մեր հանրայինը, այսինքն ինչ որ մեր փողերով ստեղծվել է, Նիկոլը բոլոր այդ կառույցները ծառայեցնում է ուրեմն հայության դեմ քարոզի։ Ու մենք այս ամեն ինչը հանդուրժում ենք ցավոք սրտի, սա այն ամենադաժան իրողությունն է, որի գերին ենք այսօր մենք բոլորը։ Ես ուզում եմ այստեղ արձագանքել, ինձ Այն որ ասենք այդ կինը կարող է նման բան ասել, ես արտարուց չեմ տեսնում սա, որտեվ մարդկանց ուղումները լավանալու համար, օրինակ նույն Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալություն կա, չէ՞, USAID, որը փակվեց, հարյուրավոր միլիոնավոր դոլարներ, լրագրողների վերապատրաստում, լրատվականներ, բլոգերներ, առօրյա ցիրիկուն, այս իրականությունը գլխի վրա շուրջ տված, մտքեր են ասում, ինձ հետաքրքիր թե այս լրատվական ով է այդ խոսնակ։ Ես օրինակ հիմա բացել եմ այդ խոսնակ լրատվական, որ այդ կնոջ խոսքն է, ինքը իրականում զբաղվում է քարոզչությամբ։ Հիմա ինչ ասում, քանի որ այս լրատվականի հասցեին երևում է մեր հայրենակիցները եւ որոշ հասարակական քաղաքական դաշտում ակտիվություն ունեցող ընդդիմադիրներ կեցված կան դրսևորել, ինքը ասում է, հարգելի հայրենակիցներ, ձեր ուշադրությունն եմ նայում լսողներ, հարուն ինչ այսպես է կրուտիտի դասերը։ Արցախցիներ, խոսնակ լրատվականը չի իրականացնում ատելության քարոզ։ Այն ներկայացնում է հայ ազգի խոսքը, ասենք Սույթ տիկինը հայ ազգն է։ Ինքը Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ինքը հայ ազգի խոսքը չի կարող ներկայացնել, չէ՞։ Առնվազն։ Այդպես։ Որտեվ հայ խոսնակի իրանցի յուրաքանչյուր ԿՊԱ-կանը, յուրաքանչյուր Նիկոլականը ներկայացնում է հայ ազգի։ Այդպիսի բան չկա։ Իրանք լավագույն դեպքում իրանք կարող են ներկայացնել իրան զուգընկերոջը, եթե արվամոլ են կամ իքամոլ են, եթե այլասերված են իրանց այլասերված ընկերոջը, եթե թմրամոլ են իրանց թմրամոլ ընկերոջը, եթե խաղամոլ են իրանց խաղամոլ ընկերոջը, ոչ ավել ու ոչ պակաս։ Հիմա, այդ դեպքում դուք նաև խոսնակի գլխավոր խմբագիրն է, տերն է, մյուսն է, չգիտեմ, դրա բաները։ Ես շարունակությունը կարդամ, նայեք սրանց կրուտիտը։ Վերջին օրերին որոշ խմբեր խոսնակ լրատվականի ահռելի մեծ տարածումներից ու տարածած կարծիքներից խոսնակ լրատվականի դեմ կեղծ հաղորդումներ են ներկայացնում հանցագործության մասին։ Այսինքն ներկայացել են կոնկրետ խոսքես ելույթի մասն է, ես կարծում եմ։ Այո, ստակն է դա։ Թե իբր մենք իրականացնում ենք ներազգային թշնամանք, այնինչ խոսնակ լրատվականում դրված բոլոր վերնագրերը մարդկանց բարձրաձայնված մտքերն են եւ ոչ ավելին։ Մարդը պետք է ատելություն տարածի, բա խո անասունը Իրանք մտածում են, այո, էշը կարող է տարածի, անասունը, ոչխարը, վիրավորելով նաև այդ կենդաններին, հա, մեր կողմից։ Ընդդիմությունը օգտագործելով այս վերնագրերը, որ իրանք են դնում, օգտագործելով արցախցիներին, օգտագործող իրանք են, անկենսագրություն,
այս երկրի համար բացարձակապես ոչինչ չարած եւ օգտագործող։ Խոսնակի- Ոստիկանությունից սկսած, ԱԱՑ-ից սկսած, Ադրբեջան, Թուրքիայից սկսած, Արևմուտքից վերջացրած, լրիվ օգտագործողն, ավելի խիստ բառեր չասեմ։ Այդ օգտագործողներին մեր ժողովուրդը գիտի ոնց է ասում։ Այս վերնագրերը օգտագործելով արցախցիները փորձում է իրազեկապես հրահրել ներազգային թշնամանք։ Պատկերացու, հիմա մենք որ այս իրավիճակը բացահայտում ենք, ասում ենք սրա մասին, պարզվում է ես ու դու եւ պարոն Ղազարյանը ներազգային թշնամանք։ Հաջակ մի հատ այդ խոսնակի խմբագիր էր, բան է, դրա մի հատ բանը ուղարկի ես, բացեմ նրա առումները նայել, շատ ավելի դաժան է, քան այս բանը, Իսկ կնոջ ասած։ այս կնոջում եկել այդ Մկրտչյանը ինչ է դրա ասածները։ Ահա։ Այսինքն ինձ օրինակ գիտեք ոնց ասում է, ասա ով է ֆինանսավորում, ասեմ պատվիրատուն ով է։ Հիմա ասեկոսերներ կա, մենք չգիտենք հստակով, ասում են։ Բայց ինձ համար ակնհայտ է, չէ՞ որ այս ասեկոսները ակնհայտ է, որ իշխանության կամ իշխանամերձ շրջանակներ են, չէ՞ ֆինանսավորում։ Հիմա չգիտեմ, անները ես չեմ։ Դրաման եմ ասում, Բայց փաստում ենք, չէ՞ որ սա կամ իշխանությունն է, կամ իշխանամերձ շրջանակներն են, չէ՞ ֆինանսավորում։ Սա իրողություն է։ Կամ էլ Ադրբեջանը։ Մեր Հայկը ուղարկեց, այս խնդրեմ։ Ես չեմ ճանաչում, անկեղծ եմ ասում, բարետես աղջիկ է Նանե Իսրայելյան, որի Facebook-յան խնդրեմ, լուբոյ գրառում կարողացեք, Ռոբիկ, Սերժիկ, Միշիկ, Լովիկ եւ մնացած մարդասպաններ, հողանձնող արցախցիներ, թմրամոլներ, խաղամոլներ, ինչի ուզում ձեր դատական հայցերը, կարող եք ինձ դատի տալ, քրեական օրենսգրքի բոլոր հոդվածներով ու բոլոր կետերով, մեղադրել աշխարհի բոլոր հանցանքների մեջ եւ ձեր նախկիններից մնացած ծախու դատավորներին վարձատրել, որ ինձ դատեն։ Խնդրեմ, ամբողջ այս խոսքը ատելություն է։ Եթե մտածում եք, որ ես արդեն լուր եմ, ապա սխալվել եք, հենց նորից գալ իշխանության եւ կեղծել հայ ժողովրդ, ծախել հայ ժողովրդին, ուրեմն լակոտների նորից սպանդանոց, հեն ռուսի համար բացել ԱԺ դռները եւ գնդակահարել իշխանությանը, տեսեք, այսինքն ռուսն է գնդակահարել մեր իշխանություններին, եւ նման ուրեմն բան է, ատելության խոսք բոլորին նկատմամբ, ամբողջ իր կայքը որ բացում եք, ես կարամ ուղարկեմ ձեզ էլ, եթե չի ուղարկել, պարոն։ Ես սեյջը բացեցի, ես չգիտեի, բայց խնդրեմ, հիմա մի հատ թերթեք, սա մի խոսք է։ Թերթում եմ, ուրեմն Նանե Իսրայելյան, հա, նայում ենք, այսպես։ Հիմա բացեք, հակառուսականություն, հակաարցախականություն, հակահայկականություն, գիտեք, մարդուն հիմա խնդրեմ, զերպարտություն է, չէ՞ որ մարդկանց ասում է, որ դուք սպանել եք հարյուրավոր հայերի, սպանել եք ողջ բանի, հողանձնող եք, դուք թմրամոլներ եք, խաղամոլներ եք, եւ այլ եւ այլ։ Խնդրեմ։ Այսինքն, սա Հայաստանում հիմա բրենդ է։ Այս մարդիկ ստացել են բան, աուդիտորիա, լսարան, հնարավորություն պետական միջոցներով տարբեր թալանչի օլիգարխների ֆինանսավորմամբ եւ այս ատելության խոսքը, այս մարդակերության խոսքը տարածում է։ Պարոն Նահապետյան, այսինքն այս կնոջ ասածը, արդեն մենակ նա ասեցի չէ որ Ժիվոյստեր Ղափանի նախկին ուրեմն ունիվերմագի դիրեկտոր Չես մոռանա։ Չեմ մոռանա։ Չեմ կարող մոռանալ, որտեվ այդ կարգի մարդիկ պատկերացեք, այն ինչ որ տարածում են եւ այն ինչ որ անում են։ 18 թվականին հիշում եք մեր ազգային հերոս Ռոբերտ Աբաջանի կեղծ պապին։ Այո։ Նա ուշ է։ Սրիկայաբար իրենք իմանալով վստահաբար, որ Ռոբերտ Աբաջանի պապը չի, չէ՞։ Բարսախոս են տրամադրում։ Այդ անձնել, չգիտեմ, ամոթ, խիղճ, չգիտեմ ինչ չունենալով ներկայանում էր որպես Ռոբերտ Աբաջանի պապ։ Հետո գիտեք, չէ՞ որ այդ նույն մարդը Հա։ դիմադրության շարժման ժամանակ որպես դες պատահական այցելվել փողոցից էր խոսում, քննադատում էր դիմադրության։ Հիմա ինչ է, այսինքն ասածս ինչ է։ Այսինքն այդ պապը գիտեր չէ, որ իրականում ինքը կեղծում է։ Վստահաբար գիտեր չէ, իսկ դեր կեղծում։ Այսինքն ինչ շահ ուներ։ Այ ոնց որ ձեր դատի ժամանակ, պարոն Ղազարյան, դատավոր իրան էշի տեղ է դրել, բառի ուղակի իմաստով։ Ձեր բոլոր միջնորդությունները մերժում ակնհայտ է, չէ՞ որ չի ուզում որ բացվի այդ գործը։ Նույն այդ Ռոբերտ Աբաջանի պապ ներկայացողը վստահաբար ինքը գիտեր չէ որ կեղծիք է անում, սուտ է խոսում։ Ինչու՞, որտեղ ընդամենը 2 կոպեկ փող էին տվել։ Ընդամենը, այսինքն պուտանկի, վերջին պուտանկի նման ծախվել էր այդ մարդը։
Շատ ավելի արդար են այն կամուրջների մոտ կանգնող կանայք, որոնք կարող է հիվանդ ծնողներ են պահում։ Ես չեմ արդարացնում, բայց որոնք մարմին են ծախում։ Սրանք իրաց միտքը, հոգին, խիղճը։ Հիմա ես ինչու հիշեցի Ռոբերտ Աբաջանին, պարոն Իսագուլյան։ Նանի Իսրայելյանի նոյեմբերի 16-ի էջ, ես 23-ի թերթում եմ գրում է, այսօր Ռոբերտ Աբաջանի ծննդյան օրն է, եկեք ուղղակի շնորհակալ լինենք։ Մինչ շատերը դժգոհում են, որ տուն են կորցրել, նրա նմանները գիտակցված կյանքից զրկվեցին։ Ես վստահ եմ, որ զուր չէ։ Խոսում է այս նույնն ամ։ Հատենետը չէ, ես փողի պահով ու պատական չեմ ասում, ընդամենը վեճարովի ծառայություն եմ ատուցում, սույն չգիտեմ, որորդա ես տիկինա ինչ, հա։ Ես կարծում եմ, որ այդպես եւ գիտեք, ասենք սենսները միշտ տիլն են։ Գերմանացիները, որ երկրներ էին գրավում, այդ երկրի որոշ քաղաքացիներ ծառայում էին, հələ հունազան, փողի համար, իշխանության համար, բայց ես միշտ օրինակ եմ բերել, որ օրինակ երբ Մուսոլինին իր զուգընկերոջ կամ ավելի ընդունված տերմին ասենք, այս զուգընկերը մի քիչ Եվրոպայի քաղաքական նոր տերմինաբանության էլեմենտ, այն ժամանակ սիրուհի էին ասում, սիրուհի այդ որ կախում են, Ֆրանսիայում երբ որ Ֆրանսիայի այն իշխանությունները, որոնք ծառայում էին գերմանացիներին, սա պատական չեմ ասում, մանավաճառ այն ֆրանսուհիները, որոնք գերմանացի զինվորների ու սպայի հետ են կենակցում փողով, թշնամու հետ, դրանց մեծ մասին դրանք դատարան չմտան իդեպ ասել։ Շատերը օրինակ դատվեցին Ֆրանսիայում, Ֆրանսիան ազատագրելուց հետո, բայց տենցներին բոլորի պատիտակ կանգնեցնում գնդականում էին ծախված ու տանկեքի։ Հիմա ես ավել ու պակաս բան չասեմ։ Քայլը հավաքելու ժամանակը գալու է։ Սրանք մտածում են իրանց գործատուների հետ կարող է թռնել Հայաստանից։ Թռնել էլ հետ ենք վերելու։ Եվ օրինակս պատական չեմ ասում։ Ուրեմն գերմանացիները արհեստական մի հատ ազգ սարքեցին կազակ։ Իբր կազակ ազգություն է։ Հետո այդ կազակներին, որտեղ այդ տարածքներում լինի Ուկրաինայի մասում, լինի Ռուսաստանի մասում պետություն սարքի։ Այդ դրանց ատամաններն 1-2 Կրասնով եւ այլն գերմանացիներին ծառայեցին։ Եվ տասնյակ հազարավոր մարդիկ։ Հետո 45-ինս այն կազակները, որոնք գերմանացիների ծառայել էին եւ նրանց բանակի շարքում կարմիր բանակի դեմ էին կռվել, դրանք շատ արագ կողմնորոշվեցին 45-ին անցան Միացյալ Նահանգների վերահսկողության գոտի։ Ակնկալելով, որ հետո կծառայեն Միացյալ Նահանգներն, էլի։ Եվ Ստալինի պահանջով բոլորը մեկ առ մեկ լցվեցին վագոնները, բոլորը անխտիր ցուցակ էին ուղարկել, բոլորին դեպի Խորհրդային Միություն, բոլորին դատեցին օրենքով, իրենց կատարած պետության եւ հայրենիք նկատառ եւ բոլորին անխտիր գնդակարեցին։ Եթե սրանք մտածում են, որ այս ավերից հետո իրենք թռնելու են եւ իրենց գործատուներին են ծառայելու այլ երկրներում, միևնույն է, սրանց բոլորին Իսագուլյան, պահը գալու է։ Անկախ նրանից մենք կտեսնենք թե չէ, բայց պատմության տրամաբանությունը դրա մասն է ուշում, բոլորին հետ են բերելու։ Կամ իրանց համար ավելի բաց սցենար կա, ուղղակի այնտեղ իրանց դերը սատկացնելու են, նրանց ովքեր շատ բան գիտեն։ Մեկի անունը ասեմ, որը տարբերակ է։ Բերեզովսկի կախեցին։ Մենակ Բերեզովսկի։ Ես կոնկրետ Բերեզովսկին ամենաերևացող, հայ երևելի իշխանություն ունեցող խորհրդային միություն դեմքերից մեկն է։ Լոնդոնում խի կախեցին։ Իբր ինքնակախվել։ Այն մեկը կար KGB-ի իբրև թե նախկին աշխատակներ, շատերն էին դες փախնում, չէ՞։ Ուզում եմ ասել, բաներից մեռնում էին, ուզում են ասեն ռուսները չեն անում իմիջիատլի։ ես ինչ եմ ասում, որ միևնույն է, ռուսները բերելու են դատել։ Սրանք բոլոր դատվելու են։ Եվ իրանց թվում է, որ այսօր սենց են ասում, ցերեկը փողը ստացան, իրիկուն նյութը սարքեցին, գիշերը այսպես հաճույքից հալվեցին, ու տենց իրանց ամբողջ կյանք հանցնել, տես չի, քայլը հավաքելու ժամանակը մոտենում է։ Մեր Նանե ջան, Նանե Պողոսյան, մի հատ հարց եք ինձ ասել, որ այն ինչ որ տեղի ունեցել Արցախի ներկայացության դիմաց եւ ում ուզում են վերագրել դա, իբրև թե այդ մարդն է կազմակերպել, իրականության հետ որևէ աղերս չունի։ Կոնկրետ այդ մարդը զուտ դատական խնդիր կա մեր միջև, դրա համար անուններ չեմ հնչեցնում, որ չստացվի ես։ Բանը մարդը կապ դա էլի անում են հայաստանյան այսօրվա այս նույն մարդիկ Մկրտչյան ինչ Հարություն Մկրտչյաներ այս բլոգերը եւ այլը մյուսները
իրանք կազմակերպում են, իրանք սկսում են տարածել, թե կազմակերպողը էլի արցախցի է։ Մի արցախցիների դեմ, մյուս արցախցին իբրև չէ, իրականության հետ կապ չունի։ Ես ձեզ իմ շատ սիրելի Նանե եւ մյուսներ, որոնք մեզ հաճախ անդադ հետևում են, դուք գոնե այդ հարցերում շատ ավելի ուշադիր եղեք։ Սրանց պրովոկացիաներն է, որ տեսեք, մեզ անդադ լսող մարդը միևնույն է խայծը բան է անում, հա, գուլ է տալիս եւ ընկնում է այդ ազդեցության տակ։ Իրանք անում են, գցում են մեկ ուրիշի վրա։ Այս իշխանությունների դա շատ սովորական, ցավոք սրտի մեր լրատվամիջոցներից շատ-շատերն էլ դավին անտերակ, ցավին անտարբեր, իրանք դա տարածում են։ Դա իրական, մարդը հայտարարությամբ հանդես եկավ կոնկրետ ում մասին, որ դուք գրել եք եւ ասեց, որ ինքը որևէ կապ չունի եւ այդ մարդիկ իրան իսկապես էլ իրան չեն ներկայացնում։ Այդ նույն մարդիկ Ղարաբաղում են ակցիաներ արել կոնկրետ Արայիկ Հարությունյանի այս հորդորով եւ օժանդակությամբ։ Բայց իրանց պետք է անել, իրանց էլ կողքից մի բան տալիս են, ասում են, այս մեկի անունն էլ տվեք, որպեսզի առաջանա, որ հայաստանյան իշխանություններն ու հատուկ մարմինները չէ, որ այդ ամեն ինչ կազմակերպում են։ Դրա համար ուղղակի խնդրանքս է, որ այդ կարգի երևույթներին շատ ուշադիր լինեք եւ չտրվեք այդ բաներին, դրանց խայծերին։ Շատ խնդրում եմ ուշադիր եղեք այս կարգի հարցերում։ Խնդրեմ, պարոն Ալվարյան ջան, տեսեք ինչեր են առաջանում։ Նայեք, ասենք շեշտադրումներ այդ քարոզչական ինչա, չէ՞ գնամ, անկախ դրանից Պետրոսի մոտա հյուրը, թե փողոցում իբր պատա։ Իմեջալոց ասեմ, այդ գիրը բավականին լավ էլ հայերեն էր խոսում։ Բավականին լավ հայերեն էր խոսում։ Ադրբեջանում կան մարդիկ, որոնք որ հայերեն սովորում են, սա 100% այդ որ կարա դժվար է ասենք, որ ինչ մանաս, որտեղից են բերել, երբ հայ չէ, ասենք հիմա կարող է Ռուսաստանի քաղաքացու անձնագրով Վրաստանում մտել է Հայաստան, Հայաստանի բանով, տվել են Հայաստանի ազգությամբ հայի ազգանունով պասպորտ, չէ, Վրաստանի տարածքով եկածել լինի։ Ով աստուգի, ով իշխգիդի, չէ, մաքուր հայերեն խոսացող, բայց իր քարոզչության բովանդակությունը էսի թուրքական է, էսի ադրբեջանական ինչ անում։ Մեր ժողովրդի մեջ Տշնամություն ու ատելություն է սերմանում միմյանց նկատմամբ ու լոկալ պատկանելության իմաստով։ Ասենք հիմա պատկերացրեք նույն տեքստը մեկը ասելու փոխարեն արցախցու փոխարեն ասում է վայքեցի։ Գյումրեցիները, սյունեցիները։ Ինչ տարբերություն չէ, ասենք մարդը ասում է մենք ընչենք սյունեցիների համար, մեր երեխեքը գնան սյունիքը պաշտպանեն, չգիտեմ ինչ էլի։ Թող բոլոր սյունեցիներին պետք է դնել գյուլել ափսոս, գյուլի փողը մենք ուտենք։ Պետք է բուլդոզերը տալ գցել, ասում հո այսի չես խոսում, չէ՞։ Ու ասենք դու չես ասում էլի, այս ինչ բան արած մարդուն, կոնկրետ այս ինչին ով է սա, ասես արցախցիներին։ Օրինակ ասենք հիմա այդ իր դասակարգման մեջ կա 12 տարեկան մեծ երեխա, չէ՞։ Որը երկու անուն տալիս են, իբրև այս երկու վաղնությունը կասեն մենք դրանց նկատի ունենք։ Հա, չէ, բայց իր ասում է արցախցի, ասենք հիմա դրա մեջ կա ընդհանրեն 12 տարեկան երեխա, որը ծնվել է Արցախում, արցախցի է, հիմա դարձել է բռնի տեղահանված, եկել աստ է մի դպրոցում սովորում է։ Հիմա եթե այդ երեխու դասընկեր մի հատ երեխայից կնոջը զանգվածային գալիս է ասենք թե ասում է գիտես ինչ ինձ մի հատ կին ասում էր որ պետք է քեզ դնել գետնի տակ թաղել չգիտեմ սպանել ինչ գուլերն ափսոս երեխա չէ կարող է իր վրա ինչ որ ազդեցություն թողնի շատ չի հասկանում ինչ պիտի անի չէ դե կարող է վերացի արդեն այդ ատելությունը որոշակի գործողության ու մանավանդ որ դա խրախուսում են որ ասում ենք մի հատ լրատվամիջոցով որը սենց գալի կապվում է մի մարդու հետ որը պլյուս մինուսով ինչ որ բաներ է խոսում գալիս աղգնում է տեղը ու սրա հետ միասին նաև ինչ կար 2022 թվականի դեկտեմբեր Ադրբեջանի հատուկ ծառայությունների ղեկավարը իսլամական պետությունների հատուկ ծառայությունների ղեկավարների համաժողովին ասում է Հայաստանում կան ուժեր, որոնք ցանկանում են իրականացնել իշխանափոխություն, մենք դա ոչ մի դեպքում թույլ չենք տալու։ Հիմա եթե ինքը թույլ չի տալու, ինքը ասում է, որ թույլ չի տալու, դի միջոց ունենա, չէ՞, իր որոշումին։ Միջոցը ի՞նչը պիտի լինի՝ մարդ, փող, ռեսուրս, կազմակերպական միավորներ։ Կազմայի մեկը կարա լինի կուսակցության տեսքով, չէ՞, նոր մի քիչ առաջ խոսում ենք, Եվրոպա։ Այսինքն այդ ֆորման ստեղծում են կուսակցության տեսքով, որ ինքը որպես հիմա ասում եմ դու որպես կուսակցություն արա քաղաքական հայտարարություն
Ես մարդ կուղարկեմ հայկական պասպորտով կամ ռուսական պասպորտով կգա։ Դու ըստեղ ունեցի նաև լրատվամիջոց, որ կետաս իբրեսի քաղաքացիա, դու սրանից կվերցնես ինտերվյու։ Այս ինտերվյուն դու լրատվամիջոցով կտաս, այս քաղաքական գործիչը պարլամենտում ելույթ կունենա։ Բոլոր ուղղություններով Սիստեման աշխատում է, ասենք մենակ այդ դեպքում դու կարաս կանխես մնացած բաները։ Ու էսի դրա շրջանակներում այսի պետք չի դիտել, ասենք որպես քաղաքացու, իր քաղաքացու։ Մշակած հրահանգավորված իմ կարծիքով վստահ եմ էլի ես հատուկ ծառայություններում աշխատանքի փորձառություն չունեմ, բայց տրամաբանություն ունեմ, որ եթե այդ ստրուկտուրաները այդ խնդիրներն են լուծում, մոտարապես իշ գործիքը, բարձր իմ ես դիլետանտություն ունեմ, ասենք չեմ կարա բանալ, բայց կարամ հասկանամ իրանք մոտարապես իշ գործիքակազ պիտի կիրառեն։ Որ նայում ես պրակտիկայում դա ոնց է դրսևորվում, այդ տրամաբանական կապեր է աշխատում։ Ու սա ես չգիտեմ, ասենք այդ լավ է որ հաղորդում են տվյալ հանցագործության մասին, բայց վստահ եմ որ որևէ վարույթ չի նախաձեռնվելու եւ ոչ մի անգամ սա բան չէ։ Ընդ որում ասում եմ քերական օրենսգիր քարտելության խոսքի վերաբերող հոդվածը ասում է մարդկանց որոշակի խմբին պայմանավորված նրանց կրոնական, ազգային, էթնիկական, սոցիալական որոշակի խմբի, այսինքն եթե դու ստեղ առանձնացնում ես սոցիալական խումբը ըստ իր ծագման, այսինքն ծննդյան փաստով առաջացած հանգամանքի, եթե դասակարգման մեջ մտնում է։ Իսկ պարտադիր չի դու երկու ազգությունների միջև ճշնամանք հրահարես։ Դու կարող ես նույն ազգի մեջ որոշակիացած տեսանելի սոցիալական խմբի, մարդկանց խմբի թիրախավորես։ Իսկ եթե դրա ցայտուն օրինակն է։ Նա չի ասում վատ մարդկանց, չգիտեմ, այս կոնկրետ մարդկանց, որոնք ընդ որում հայտնվել են այս վիճակի մեջ, հենց հատկապես իրենց գործողությունների հետևանքով։ Չէ, այստեղ բացատրություն չկա, այսի մաքուր թշնամանքա, թշնամական քարոզա, որը իրականացում է ակնհայտ պետական մակարդակով։ Հիմա ասենք, օրինակ այդ Հարությունը ու Պետրոս Ղազարյան, չէ, ասենք օրինակ մտածում ես, ասում ես հանրային հեռուստաընկերությունը, չէ, գլխավոր պետական հեռուստաընկերություն, ամենալայն սփռումն ունի, ամենաշատ YouTube-յան դիտումներն ունի, չէ, այսինքն հանրային կարծիքի վրա այսօր ազդող թիվ 1 լրատվական միջոցը դա Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն է։ Ու մեկ էլ այդ հանրային հեռուստաընկերության top ժամին, ասենք հարցազրույց Պետրոս Ղազարյանը դրած է ոչ թե կեսօրին ժամը 12-ին, այլ դրած է երեկոյան ժամը 12-ին ժամն է, որ բոլորը հեռուստատերերը մենք YouTube-ն ենք նայում, չէ՞։ Հանրային հեռուստաընկերությունը տելևիզորը Հայաստանի ցանկացած քաղաքում միացնում ես, հմեկը պիտի ցույց տա, դա օրենքի պահանջ է։ Ու մեկ էլ այդ գլխավոր ժամի հյուրն է հարություն մկրճան։ Այնա ձերպես մարդը, որ ասենք քաղաքական գործիչ, հասարակական գործիչ, լրատվական գործունեություն, ամեն օրվա ձեր գործունեությունը հանրային դաշտն է, դուք չեք իմանում, թե ով է հարություն մկրճանը, չէ՞։ Իսկ այն հանրային հեռուստաընկերությունից հանրությանը խոսք պիտի հնչեցնեն, այն մարդիկ, ովքեր բավարար գիտելիքներ ունեն, ովքեր փորձ ունեն, ովքեր հեղինակություն են, հանրային կարծիք է, չէ՞, ձևավորում պետության փողով։ Ո՞նց կարա դու փողոցից մի հատ աբրանք վերցես բերես այս վերջերի դες պրոֆեսիոնալ ձևով եմ զբաղվում այդ Պետրոսի հարցազրույցներով, չէ՞, ասենք ուսումնասիրում եմ։ Գյուբի ընտրությունների հետ կապված, ասենք գնաց մի հատ պատմության Բլեանի դպրոցի մի հատ պատմության դասատու, որի շաշուտ ընդից հանը շպրտե դուզ։ Ասում եմ դու գյումրեցի ես, արել եմ հատ խոսենք Գյումրի ընտրություն։ Ո՞նց գյումրեցի ես։ 150,000 մարդ գյումրեցի է։ Իսկ գնացել ես փողոցից մարդ ես բռնել, բերել ես հանրային հեռուստաընկերությունում, քննում ես Գյումրի ընտրությունը, Գյումրի ընտրություններին եղել են թեկնածուներ, եղել են քաղաքական կուսակցություններ, ովքեր թեկնածուներ են առաջադրել, եղել են դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ, եղել է ընտրական հանձնաժողով։ Այսինքն դու դրանց բոլորին թողել ես, գնացել ես մեկի գտել ես, ասում ես դու գյումրեցի ես, արի քո հետ խոսամ։ Նայել, ապուշ դու սա տալի, հանրային հեռուստան նույնն է ես։ Կամ ասենք թեկուզ, ես վիճակագրություն եմ պահում, ասենք Պետրոսը քանի հյուր է կանչում։ 90% են կարծեմ եթե չեն սխալվում։ Իշխանական ներկա, ասա հանրային հեռուստաընկերությունն է, դու պիտի փորձես հավասար հարթակ տրամադրես, չէ՞։ Ասենք Վահագն Ալեքսանյան, ոնց է Պետրոսի աշխատողն էլի։ Երկու շաբաթը մեկը դե վերընկած։
Այսինքն այս հասարակական հարաբերություններում ինչը լում է ժողովուրդը պետք է կարծիք լսի Վահագն Ալեքսանյանից։ Բեն մի դուրեկան տեսք ունեցող մի հատ պատգամավոր կա, ես դրան դուրեքս եմ ակսում կրճատ։ Բա Անդրանիկ Քոչարյան։ Ամիս 1, 2 ամիս 1, համեկում վեր ընկած։ Այն դեպքում երբ որ հասարակությունը քննարկում է թե երբ պիտի էթիկայի հանձնաժողով ձևավորվի, որ իր վարքը, իր գործունեությունը, իր անգործությունը պարլամենտում, հələ մինչև այդ քարոզիա պատերազմի բան չի ներկայացրել հաշվետվություն։ Խաչատուր Սուկյասյան ազգային ժողովը էլ ճղճղան ձենով էլ նստել տահաճ ձեն ունի։ Գորգռալով խոսում ասում է պատերազմում էսի կռվել է, այնի չի կռվել, այնի չէ սաբոտաժ է, այ բալա։ 44 օրյա պատերազմի հանգամանքներ ուսումնասիրող հանձնաժողով կա ազգային ժողովում, որը մինչև հիմա ազգային ժողովի կանոնակով նախատեսված ժամկետները խախտելով զեկույց չի ներկայացրել։ Հələ մա զեկույց դեր ազգային ժողովի պատգամավոր ես, կարող եք մասնակցել այդ հանձնաժողովի աշխատանքներին, այդ հայ վերելքներին լսեիր։ Բա ազգային ժողովում կա հանձնաժողով պատերազմի հանգամանքներ ուսումնասիրող։ Դու լստի բան ասեք քո դատողություններն ես անում։ Դու ով ես ընդհանրապես պատերազմի հետ ինչ կապ ունես, զինվորական ես դու։ Սիրելի Վահե Գրիգորյանը 9 տարի պետք է Եվրոդատարանում։ Գիտեք ինչու։ 17000 եվրո ամիս աշխատավարձ, պլյուս սոցիալական ծախսերը, փոխհատուցումները, բնակարան, ընտանիքի անդամներ եւ այլն, եւ Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր երկրներում դիվանագիտական անձեռնմխելիություն։ 9 տարի, հա, այս մարդը գնաց դարավ միեդի դատավոր։ Դատանը որոշում կա, մնացածը չեմ կարող ասեմ։ Հեսա դու դատանը վերջնական որոշում կայացնի, մեր կանչեք մնացածը։ Դե ասեմ, մարդ հետույք ունի, գին չունի։ Բայց Եվրոպան այդ գինը տալիս է։ Տեսնում ես Իսագուլյան։ Ամենը ծախում են ինչ որ թանկ է Եվրոպայի համար մասնավորապես։ Մի զարմացի, այս մարդիկ նաև իրենց վաղված ճողոպրելու, այսինքն պայստային օդանավակայաններն են պատրաստում։ Սենց որ թափտա, սենց մեծ մասը եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում, Բրիտանիայի եւ Բրիտանիայի Դաշնության երկրներում կա չէ այդպիսի կազմակերպություն, պարոն Ղազարյան։ Ասենք Կանադա, Ավստրալիա, հա, Ուելս, Շոտլանդիա։ Լսանայում են։ Քաղաքացիությունը ստանում են, անձեռնողությունը ստանում են, փող ստանում։ Այդ Հայաստանի բյուջեի հաշվին է, չէ՞ գումարները, պարոն Ղազարյան։ Ըստ էության ուղիղ բյուջետային բայց դու Հայաստանը որպես անդամավճար վճարում է Եվրոպայի խորհրդին, Եվրոպայի խորհրդից ինքը ստանում է Եվրոպայի դատավորները ստանում են Եվրոպայի խորհրդից։ 30 տարի հետո մենք էլ ձեր ենք։ Այդպես ուզում ասեմ, մենք նորից եմ ասում, ես իմ խոսքի մեջ անդադ փորձում եմ նաև մեզ լսողներին, մեր զայրույթը, մեր բարկությունը ըստիս տեղին չի, որտեղ մենք ակնկալում ենք, որ այդ մարդիկ պիտի անեն, այս գործերը ի պաշտոն է, որով սպասարկեն մեր երկրի քաղաքացիների, մեր պետության եւ պետականության շահերը, չէ՞։ Չկա այդպիսի բան։ Այս մարդիկ այլ բան են անում։ Իրանց պաշտոն տվել են այլ գործի համար։ Եվ հետեւաբար, եթե իրենք սպասարկում են այս բային Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը, իրենցից ինչ պահանջենք։ Ինչու իրանք պիտի սպասարկեն իմ Ղազարյանի, Իսագուլյանի, շարքային քաղաքացիների, Արցախից բռնագաղթացնի, ինչու իրանք շահերը պիտի սպասարկեն, հո իրանք պաշտոն չեն ստացել դրա համար։ Ոնց որ ասես բանը Շահին Մուստաֆայևը, լսեք ինչ ասե Շահին Մուստաֆա։ Ասեք ինչ տարբերություն Շահին Մուստաֆայի դե Մեհեր Գրիգորյանը։ Շատ ճիշտ է։ Ինչ տարբերություն։ Ասենք մեր մոտ բարկություն չկա, չէ՞, մենք ասում ենք, այ տեսեք, Ադրբեջանի նախագահը սա է ասում, փոխվարչապետը սա է ասում, մամուլի խոսնակը սա է ասում, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչը սա է ասում, մենք փաստում ենք, չէ՞։ Որպես թշնամի պետության ներկայացուցիչներ իրենք իրենց շահերն են սպասարկում։ Մեր մեջ բարկության եւ որոշակի առումով այսպես պահանջելու ցանկություն չկա, որտեղ թշնամին է սա անում։ Հիմա մեզ մոտ կա, երբ որ սրանք են հակառակ անում։ Ես էլ ասում եմ, մենք քանի դեռ զգացողությունից դուրս չենք եկել, մենք տակ ենք տալու բոլոր առումներով։ Ճիշտ, անվիճելի է դա։ Այ որ պարով, որ մենք գնահատեցինք, որ Փաշինյանը խոսում է, նա ասենք չէ։ Շահին Մուստաֆայևը խոսում է, հաշվեք Գրիգորյան մերն է խոսում։
Նիկոլը խոսում է ենթակայի ստատուսով Ալևն է խոսում։ Այդ ժամանակ մեր մոտ ընկալումները լրիվ այլ կան։ Եվ ըստ այդմ, երբ որ մեր մոտ ընկալումը փոխվում է նաև մոտիվացիան։ Այս իրավիճակը փոխելու տարական բան է, բայց շատ կարևոր մոտիվացիա փոխ։ Մոտիվացիան փոխեցի գործիքակազմը առաջանալու է, որտեղ կան բազմաթիվ պետություններ, որոնք անցել են այդ ճանապարհը։ Իդեպ այդ նույն ճանապարհը հաստատ նաև Ռուսաստանը, որը օկուպացվել էր 1991 թվականին, այս ճանապարհը այդ երկրի իր իշխանությունն է, չէ՞ վերականգնում։ Իսկ ինքը օկուպացիոն ռեժիմներ էր, Ելցինի ռեժիմը ինչ ռեժիմ էր։ Մեծ հաշվով, ուշ այն է սպասարկում, այդ երկիրը ինչ արեց։ Հիմա այս ճանապարհը վերականգնում են, ավասիկ վերականգնման ճանապարհներից մեկը ինչ է։ Փորձում են Ռուսաստանն ուժով չէ ծնկի բերել։ Ելցինը այնքան ազգասեր էր, հայրենասեր էր, որ իշխանությունը չփոխանցեց իրան նման։ Այդ իրան ինչպես ասում են ընկերավարի խնդրեցին, որ ինքը փոխանցի։ Ընկերավարի ինչ, սրան ուզում ես ընկերավարի խնդրի, ուզում ես տղավարի։ Չէ, կարող է, ասենք ընկերավարի, եթե այն մարդիկ, որոնք որ Ռուսաստանը խնդրեցին, կայացրել է խելամիտ որոշում։ Այո։ Դե ինչ հանգամանքներում է կայացել այդ մարդիկ։ Այո։ Հիմա դու պես սրա ազգային ժողովի այդ բաները, միմոսությունը որ անում էր, լավ էլ երկրի չմնաց հեգնեն սրան։ Հայաստանի վարչապետ Փաշինյան Նիկոլ ու տեսանյութեր է սարքում։ Նույն Ռուսաստանը, նույն Ադրբեջանը, նույն Թուրքիա։ Լավ ինչքան կարելի է։ Դե ընկերներ, ահա այսպիսի ծանր հետևանքներով բաներ։ Կարելի է անվերջ խոսել, գիտեք, նույնիսկ միջազգային արդեն դեպքերը, որ տեղի են ունենում, մտածում ես իմաստունի այդ կարգի խնդիրներին անդրադառնալ, թե չէ, որտեղ այն ինչ տեղի է ունենում Հայաստանում եւ այն ինչ որ կազմակերպում են Հայաստանի իշխանությունները հայ ժողովրդի դեմ, արդեն անցնում է իր բոլոր չափսերը։ Եվ բավականին բարդ է այս ամեն ինչի դեմը առնել, եթե ամբողջ ժողովուրդը չհամախմբի եւ չգիտակցի, թե ինչ է իրականում տեղի ունենում։ Իսկ հա վաղը ժամը երեկոյան 5-ից, հա, բոլորս կգնանք իրար աչքալուսանք տանք, որտեղ Քրիստոս հարյավի մեռելոց, որն է հարությունը Քրիստոսի, մեզ ու ձեզ մեծ ավետիս հետ, ուրեմն բանը պետք է բոլորս միմյանց փոխանցենք ողջագուրվելու։ Դրա համար ես չգիտեմ, հիմա ձեզ տալիս եմ նաև այդ վերջին խոսքի իրավունքը ծատիկից առաջ, ինչպես կասեի։ Ես սիրով ուզում եմ շնորհավորեմ մեր ժողովրդին, գալիք շատ գեղեցիկ, լուսավոր, մեր մեջ կենթանություն, մեր մեջ ուժ, մեր մեջ լույս արտնասնող տոնի կապակցությամբ, իսկապես այդ տոնի խորհուրդը չափազանց մեծ է եւ ապրեցնող, եւ ես ուզում եմ շնորհավորել մեր ժողովրդին այս լուսավոր քրիստոնեական տոնի առիթով, մաղթելով, որ Տիրոջ հրաշափառ հարության բարի ավետիսը նաեւ հարություն կբերի մեր մեջ մեռած հայրենասիրությանը, մեր մեջ մեռած ազգասիրությանը, մեր մեջ մեռած քաղաքացու գիտակցությանը եւ այդ հարությունն էլ մեզ կտանի նոր հաղթանակների։ Ես միջև միանալով այդ շնորհավորանքներին ես իմ խոսքը կասեմ, ես առաջին անգամ եմ այս խոսնակը նայում, հպանցիկ զուգահեռ ես նայում էի, նույն մասնագիտական աչքով, արագ փորձում էի հասկանալ, թե որ երկի որ ղեկավարին առավելագույն ներկայացնում է սա։ Քանակը ինքնին արդեն ենթատեքստում է, հա։ Նայում եմ, ասենք, եթե 2-3 անգամ Փաշինյան Նիկոլա ներկայացվում, ինչ որ խոսքով էական չի։ 5-6 անգամ Ալեն Սիմոնյան։ Այսինքն ստե այս խոսնակի հերոսը իշխանություններից դա Փաշինյան Միջելս խոսնակը պաշտոնի բերումով որպես կանոն ասում են ազգային ժողովի նախագահին։ Այո, շատ ճիշտ է։ Ես ոչ թե այդ իրողությունից վարչապետին խոսնակ չեն ասում։ Այո, ես այդ իրողությունից չէ։ Ես զուտ նյութերի քանակից նայեցի, ասենք, եթե 2-3 անգամ Նիկոլ Փաշինյանն է, 7-8 անգամ Ալեն Սիմոնյանն է, այստեղից արդեն կարելի է, չի ենթադրել։ Չէ, հետո այդպես ուղարկել, որ ինքը ադրբեջանցիների հետ չգիտեմ։ Բայց ինքը բան կայք, 23 պլյուս կայք, հա, թե բաց բանա։ Չէ, բաճարով է, բաց է։ Չի հարցնում, եթե 18 տարեկանից ցածր է։ Չի հարցնում։ Ես սա ուղղակի շատ արագ հպանցիկ անցա։ Շատ է ռեկլաման այդ խոսնակը։ Չէ, ռեկլամ չեն կանում, չէ, ոչ մի գովազդի խնդիր էլ չկա, չէ, բացահայտում այս ինչու ենք։ Իսկ ինձ համար օրինակ ես առաջին մոտեցմամբ
Ալեն Սիմոնյանի ակնարկները այստեղ ծերում է։ Եվ Իրանց ադրբեջանցիների հետ հարցազրույցներ բանակեցիկ ուղարկել էր, բայց ասում են ազգային ժողովի նախագահին սովորաբար։ Ահավասիկ Ալեն Սիմոնյան, մի քիչ էլ որ թափտանք արդեն փոչերը կերևա, ֆինանսավորումը որտեղից է։ Նորացի որ երեք գրզում գովում էր Ալեն Սիմոնյանին, ասում էր որ Ալեն Սիմոնյանը ճիշտ է ասել, ճիշտ մարդ է եւ այլ եւ այլ։ Բայց ոչ չգովա է, իր մոտ աշխատել է, արվամոլությունա քարոզը, հրեսի նախորդ իշխանությունների ժամանակ ամսագրի գլխավոր խմբագիր է եղել, գիտես չէ, թե չգիտես։ Չէ, ես ասում եմ բաներ, որ երբեք չեմ ասի եթերով։ Ամսագրի գլխավոր խմբագիր պատասխանատու, որտեղ տղամարդկանց սիրո համբույրներն էր նկարները դրում, շատ բարձրորակ տպագրությամբ ամսագիր, Ալեն Սիմոնյանը դրա պատասխանատուն էր։ Այսինքն դեռևս նախորդ իշխանությունների ժամանակ Խաչատուր Սուքասյանը ֆինանսավորել է մի անձի, որը մի ամսագրի պատասխանատուն է եղել, այսպես ասենք։ Ամսագրի անունը չեք ասում։ Չէ, ամսագրի եթե շատ ուզենաք, հաջորդ մեր հաղորդման ես կբերեմ ցույց։ Ալեն Սիմոնյանը եւ Խաչատուր Սուքասյանի ֆինանսավորված տղամարդկանց համբույրներ, այսինքն միասեռական զույգեր, դեռևս 16-17 թվերին եմ ասում, հա։ Այս իրանք մտածում են, որ այս կենսագրությունները անցավ, հա, չէ, այդպես չի։ Հիմա եւ ինչ վերաբերում է մեր ամենամեծ տոնին, հարության տոնին, իրականում զոհաբերությունը արվում է միայն սիրով։ Եթե չկա սեր, չկա զոհաբերություն։ Ինչու, որտեղ սերը ինքնին ծառայություն մատուցել է, տալա եւ ոչ թե վերցնել։ Եվ մարդկության հանուն մեծ սիրո մեղքերը բոլոր իր վրա վերցրած, որտեղ վերջին հաշվով Հիսուսի մարդանացումը բուն նպատակը ամենամեծ արարքը հարությունն է, որսի մարդն գալի, որ ֆիզիկական երկրային մահից հետո կյանքը չի ավարտում եւ կա կյանք եւս եւ ահավասիկ ինքը իրենով ցույց տվեց, որ այդ կյանքով ինքը հարություն առել եւ իր վիրավոր ձեռքերով անգամ իր աշակերտները հպվում էին, չէին հավատում, որ տեսել են մահանալուց հետո ֆիզիկապես մարմնով է եկել, չէ՞։ Այն անցքերը որտեղ որ գամել էին, դե տեղին էին սխմում, չէ՞, հրաշքի նման է։ Այսինքն ամենամեծ խորհուրդը սիրո դրսևորումով զոհաբերությունն է եւ ծառայությունն է։ Ցանկացած իշխանություն, որի համար անկյունակարային է ծառայությունը եւ սերը, ինքը հաղթական է, որտեղ Աստծո որդու ճանապարհով է գնում։ Մեր մոտ ցանկացած իշխանություն եւ առաջին հերթին այս իշխանությունը ինքը ծառայություն չի տալիս, ինքը վերցնում է։ Իրամոտ սերը չի, իրամոտ ատելությունն է։ Իրամոտ միավորում չի, իրամոտ թշնամասներն ու բաժանելն է։ Իսկ այդ գործիքը մենք գիտենք չէ՞ ում գործիքն է, ինչի մասին ես ասեցի։ Սատանայի գործիքն է։ Այն սատանայի, որ մինչև հիմա ազգային անվտանգության ծառայությունը իր բարձրաշան գեներալներով, ավագ սպաներով եւ շարքային անձնակազմով դեռևս գրավոր հրամանը հələ կյանքի չի կոչել Փաշինյան Նիկոլը։ Բայց դա կտես գրավոր հրաման է։ Դե հիմա ուրեմն հարցում արել, պատասխանել են։ Այո, դուք Պարոն Իսագուլյան, հարցում արեք, որպես լրատվամիջոց ԱԱՑ-ի տնօրեն Արմեն Աբազյանը։ Գրավոր հրաման հանձնարարական տվել է սպայակազմի, իհարկե իջել, ամեն կողմից չենք ասում։ Մենք շատ բան գիտենք, քիչն եք ասում, ոչ թե չիմացած բան։ Հայկական ժամանակ օրաթերթը Նիկոլ Փաշինյանի այդ հանձնարարությունից հետո գրավոր հարցում արել ազգային անվտանգության ծառայությանը, թե ինչ իրավիճակում է գտնվում վարչապետի հանձնարարականը, ինչ ընթացք ունի, ԱԱՑ-ն հայկական ժամանակ օրաթերթին գրավոր պատասխանել է, որ իրականացում են օպերատիվ հետախուզական աշխատանք, բառացի չեմ ցիտում, որ վարչապետի հանձնարարականի կատարման ուղղությամբ իրականացում են աշխատանք։ Սատանային փնտրում են։ Այն դեպքում, երբ որ ենթարկում են, էլի։ Բարձր չէ։ Ես զավեշտա, ուրեմն ես հիմա ասեմ, սա պատական չի։ Իրականում այն գործիքակազմը եւ այն մեթոդաբանությունը, որ հիմա Հայաստանում սրանց միջոցով Ադրբեջանում ու Թուրքիան կիրառում են, դա չարից է, իսկապես չարից է։ Այսօր ուրբաթօրը Հիսուսի տառապանքների ժամանակն է։ Այսինքն, երբ որ ծառայում ես, եթե որ դու քո եղբորը, որը արյունակիցը չի, որը հավատակիցն է, չէ՞, սիրիր եղբորդ, այդ սերը ինքը զոհաբերությունն է, ինքը տալ է, եւ ոչ թե վերցնել։ Եվ ավասիկ Հայաստանում, եթե լինեն իշխանություններ, իսկ կարծում եմ դա 7 տարի հետևում չի, որոնց
Բուն նպատակը ծառայությունն է եւ իրենք ծառայեն մեր ժողովրդին, մեր հայրենիքին եւ Աստծուն, շատ բաներ շատ արագ կփոխվի, որտեղ իրականում վերաֆորմատավորվելու է իշխանության բուն նպատակը, ոչ թե վերցնել, կուտակել, շուկայական հարաբերություններով հարստանալ, հետո փողերը դուրս տանել եւ գնալ ցոփ ու շվատ կյանքում դրսում ապրել։ Այլ իրականում մեր երկրի ամեն մի քաղաքացու, մեր ժողովրդի ամեն մի ներկայացի սրծավ լինել, օգնել, օժանդակել, կարեկից լինել, ճիշտ կրթություն, ճիշտ դաստիարակություն, այո, ճիշտ արժեհամակարգ։ Ըստ իս, եթե ես առարկայացնում եմ արդեն այդ խորհուրդը, հա, երկրի վրա, ցանկացած ճիշտ կառավարության բուն նպատակը սա է։ Մեր մոտ լրիվ գլխիվայր վիճակային որ սրտանոց են փնտրում, իրանց տիրոջն էին փնտրում։ Գիտեք, ես խոսում եմ, որ ոնց հայտնաբերել ՔՊ, ոնց անել, որ ՔՊ-ից ազատվել, հա, ոնց ժողովրդի մեջ պետք է իմանալ այդ դրանց հետ աշխատելու գաղտնիքը։ Օրինակ, ես մի դեպք հիշեցի ակամայից, պատերազմի ժամանակ մի եզրի դարձել է Խորհրդային Միության հերոս, գիտեք ինչի համար։ Եթե չեմ սխալվում, դեպի բանի ժամանակ է եղել, որտեղ բանտի բարձում բարձանամ, որ կարենան հարևան կարող է սխալ հիշեմ, բայց այդ դեպքը իրականում եղել է։ Տնտանոթները բարձացնելը շատ դժվար է ցերխոտված, որոշել են, որ էշերով դի բարձացնեն դեղ, որ բավականին, եւ ոչ մի կերպ էշերը, որ ծանր բեռը տանում են, բարձում է, սրանք ներողություն եմ խնդրում 1000 անգամ, հետո իսկ քանի տոնում ուզում են դա բարձր, ոչ մի կերպ չի կարողանում գաղտնի գիշերով այս տնտանոթները հանեն բարձուն, ուրեմն ես դի գալի ասում ես կարամ այդ հարցը լուծել, ասում եմ գնացեք 3-4 կիլոմետր քարեր բերեք, այդ քարերը կապում ես էշերի պոչերի, եթե էշը չի կարողանում պոչը բարձրացնել, ուրեմն գազերը չի թողնում, եթե գազերը չի թողնում, չի զոհում։ Ու դեռ կարողանում են արդեն էշերը չեն զոհում, անբարձր ձայները դուրս չեն գալի, եւ այս տնտանոթները հանում են բարձուկ ու դրա համար այդ եզդի ստացել է խորհրդանության հերոսի կոչում կոնկրետ իր հանճարը Հիմա լավ էս էշերին, որոնցից ամենաբարձր զղացոլիկ ճակատը պաչել է, դրանց պոչերից է կար կախեք, էլի, որ էլ չկարողանան պոչերը բարձրացնեն, որպեսզի անպատասխան քամի արձակեն ու զառավ, ես կարծում եմ այդ մեխանիզմը պետք է մտածել, թե որ պետք է անել։ Սա այդ իրանը պատահական հիշեցի, որ հիշեցի նաև Սերժ Սարգսյանի, որ խոսքը, որ գնաց է ամենաբարձր զղացող էշի ճակատը, որ ասեցի Ադրբեջանցի, ես եմ դատավորի համար եմ ասում։ Դատավորի համար։ Բայց ձևը ճարել է, շերի պոչի տեղը ճարել է, հիմա որտես չի մասը, եթե չի մասը, որտես բանավանա զալան։ Դա, ես ինչ մնում է սուրբ հարությունը, ապա իսկապես Աստված մարդացան, որ մարդուն ցույց տա, որ կա փրկության ճանապարհ է։ Հետաքրքիր է, որ միայն եւ որը հեքիաթ չի։ Իր ֆիզիկապես մանանուց հետո ֆիզիկապես լինելը իր աշակերտների մոտ դա լավագույն ապացույցն է, որովհետեւ իրական հավատալու։ Ես միշտ այս թեմայով աշխատել եմ, ինչու Աստված մարդացավ։ Ինչու կնոջ հարգանք մտավ, հետո դուրս եկավ, հետո ապրեց մարդավարի, մեռավ տանջանքներով, ամենավան եւ հարություն առավ, եւ միշտ ինձ ասում են լավ, ինչով բացատրել է թերևույթ, ասում Աստված իր ստեղծագործությունների հետ տեսեք հեշտակների դասներ, բայց ամենահզոր հեշտակներից մեկը ապստամբեց եւ սատանան վերածվեց սատանայի մարդկությունը մարդու արարչագործությունը Աստծո ամենամեծ արարչը, ամենահանճարը այդպես ասենք, հա եւ Աստված տեսավ որ մարդն էլ չէ դրախտից վտարեց, հետեւելի մարդն էլ իր արարչագործությունը չկատարեց այն շատ նվազ պահանջը, նվազ պայմանը, որ դրված է իր առա։ Աստված մտածեց, գուցե այս արարչագործությանս մեջ ինչ-որ բան են չի, հա, եւ ինքը մարդացավ, իջավ Աստծո մեծությունը, ինչումն է Աստծո սերը, որ ինքը եկավ մեր ամբողջ չարչարանքը իր վրա վերցրեց, տարավ եւ տեսավ, որ չէ կարելի է ապրել ամենածանր պայմաններում եւ Աստծո պատվիրանը պահել մինչեւ վերջ ու հարություն առնել։ Այս որ մեզ համար այնքան հեշտացված է այդ ամեն ինչը մենք չարչարանքներին մեզ մնում է նրանք սիրել ու հավատալ։ Նա ասածը այսպես կոչված տեխնիկայի հարց է, որ մենք չենք ուզում իրականացնել։ Դրա համար
բոլորիդ սուրբ զատիկը շնորհավոր։ Բոլորդ վաղը երեկոյան ժամը 5-ից հետո եկեղեցու անից արավակարգից հետո երբ որ կողջունեք իրար ավետիս կբերեք որ Քրիստոս հարյարի մերելոց օրնյալը հարությունը Քրիստոսի մեզ ավետիս աշխատեք ասել անկեղծ սրտանց եւ ինչ ասեմ դրա համար մենք վաղը Սուրբ Զատիկն է երեկոյան ասում մյուս օրը եկեղեցի են այցելում վաղն էլի միջալուտ ովքեր ուզում են կարող են այցելել վաղը Զատիկի սեղան է լինելու ես քանի որ պասի մեջ եմ հիմա փորձեցի պահել այդ պասը իհարկե կայթակղություն եղան որ երբեմն ջղայնանում ենք այս եթերով քաղաքացիական պայմանագիր եւ Նիկոլի արած հակահայկական դրսևորումներից ելնելով երբեմն զայրանում ես, երբեմն հայհոյում ես, թե այս պետք է դրանից էր զերծ մնաց, չկարողացանք, բայց մնացած բոլոր առումներով կարողացանք մեզ իրապետել եւ նույնիսկ եմ կրկնում, մենք բոլորս միանում ենք, լայնոզը միանում է իր ամբողջ կազմով շնորհավորում է բոլորի Սուրբ Զատիկը, հանգստացեք շաբաթ օրը, կիրակի օրը եւ քանի որ նաեւ այս տարի մեր կոլեկտիվի անդամներից մենք մեր թագուհին ունեցավ կորուստ, Ռուզաննան ունեցավ կորուստ, էլի իրենքերներից մենք ունեցանք կորուստներ, երկուշաբթի օրը մեռելոց է, երբ որ գնում են հանգստարաններ եւ այնտեղ շնորհավորում են մեր անցավորների Սուրբ Զատիկը մենք երկուշաբթի չենք աշխատում, բան Նահապետյանը քանի որ միշտ երկուշաբթիներ հաղորդում ու նախորդ ասեմ ես այդ կայթակղությունը թույլ տալիս ենք, որպեսզի այցելենք նաև հետմենջեցյալներին եւ նրանց ուրեմն Զատիկը շնորհավորել, որտեղ հավատում ենք, որ դրանք էլ անպայման հարություն են առնելու Ձեր ներոնք մեծեր ասում են նրանք հիմա սպասարանում են, սպասում են մեզ դատաստանին և Աստծուց էլ խնդրենք, որ ողորմա նրանց և մեծահոգի, բարեհոգի գտնվի նրանց նկատմամբ։ Հենց որ վաղը մյուս չնայած վաղը աշխատում ենք, մենք եթեր կունենանք, միջոցառումքավորին նաև ես մասնակցելու եմ։ Հենց որ Ձեր Սուրբ Զատիկը շնորհավոր մենք կհանդիպենք երեքշաբթի